Նա ուշագնաց ընկած էր ձյան վրա, փխրուն մարմնով ցրտից կիսաբաց շրթունքներով։ Նա նրան ներս տարավ, բայց չգիտեր, ուզում էր փրկել նրան թե տիրել։ Նրա աչքերը արթնանալիս օգնություն չէին խնդրում, այլ ջերմություն։ Այդ գիշեր բուխարին չէր, որ հալեցրեց սառույցը նրանց միջ։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Խիտ մառախուղը ծածկում էր Սյունիքի լեռնային շրջանի կալվածքի շրջակայքը, որտեղ խիստ ձմեռը բնապատկերը վերածում էր սպիտակ ու լուր ծածկոցի։ Քարերով սոճ ու փայտով կառուցված նրբաճաշակ ճարտարապետությամբ տանը ապրում էր Գորգ Մենդոնցյանը, մի մարդ, ում կարողությունը միայն իր մենության չափին էր հավասար։ 38 տարեկանում նա դեմքին ուներ թույլ մորուք աչքեր, որոնք կարծես չափազանց շատ էին տեսել այդքան քիչ տարիքի համար։ Ջերմուկի բլրի վրա կառուցված քոթեջը նրա ապաստանն էր վերջին 5 տարիներին, այն պահից, երբ աղետը խլել էր իր կնոջը, Էլիզային, իր փոքրիկ որդուն, Պետրոսին։ Անսպասելի բժշկական բարդությունը սովորական պրոցեդուրայի ժամանակ նրանց առանց նախազգուշացման խլել էր նրա կյանքից։ Այդ ժամանակից ի վեր Գորգը որոշել էր, որ մենությունը կլինի իր միակ հավատարիմ ուղեկիցը։ Այդ գիշեր ջերմաստիճանը մոտ էր 0-ին, ինչը հազվադեպ էր նույնիսկ Սյունիքի լեռնային շրջանի չափանիշներով։ Քամին ոռնում էր, մինչ նա վառում էր բուխարին, որը ջեռուցում էր հիմնական սենյակը։ Տարածքը հսկայական էր, զարդարված թանկարժեք կահույքով գզրոցներում պահված լուսանկարներով։ Դրանց նայելը դեռ շատ էր ցավեցնում։ Գինիների հավաքածուն, որը նախկինում հպարտության հոբբիի առարկա էր, այժմ ծառայում էր միայն անքուն գիշերներն անզգայացնելու համար։ Մուգ փայտե պատերը պահպանում էին պատմություններ, որոնք նա այլս ոչ մեկի հետ չէր կիսում։ Կալվածքը շրջապատող սոճիների բույրը ներթափանցում էր տան անկյուններով, խառնվելով ուժեղ սուրճի բույրին, որը Գորգը կրոնականորեն պատրաստում էր ամեն առավոտ, նույնիսկ առանց տաք ըմպելիքը կիսելու մեկի հետ։ Կանգնած համայնապատկերային պատուհանի առաջ, նա դիտում էր, թե ինչպես էին ձյան փաթիլներն սկսում թափվել։ Նորությունները զգուշացրել էին ուժեղ ձնապքի հնարավորության մասին, ինչը գրեթե 2 տարի չէր եղել տարածաշրջանում։ Զբոսաշրջիկների համար ձյունը կախարդանք էր, տեղացիների համար մեկուսացում, դժվարություններ, մարդկային փխրունության հիշեցում բնության դիմաց։ Գորգը հագավ ծանր բաճկոն դուրս եկավ, ստուգելու էներգիայի գեներատորը։ Ձմեռային փոթորիկները սովորաբար անջատում էին էլեկտրականությունը, նա սովորել էր պատրաստվել։ Մինչ նա քայլում էր սառնամանիքով ծածկված տարածքով, նրա քայլերը կոտրում էին գիշերվա լռությունը, նա անսովոր բան նկատեց կալվածք տանող կեղտոտ ճանապարհի եզրին, մուգ ուրվագիծ, որը հակադրվում էր բնապատկերի սպիտակությանը։ Նա զգուշորեն մոտեցավ, սիրտը արագացած։ Մարդ էր։ Երիտասարդ կին։ Անհամապատասխան հագնված էր ուժեղ ցրտի համար, գրեթե անգիտակից դողում էր ձյան վրա։ Նրա մուգ մաշկը ցրտից գունատվել էր, շրթունքները մանուշակագույն էին, նա դժվարությամբ էր շնչում։ Առանց 2 անգամ մտածելու, Գորգը նրան բարձրացրեց իր գրկում։ Նա թեթ էր, ինչպես երեխա, նրա նիհարությունը ցույց էր տալիս, որ հավանաբար օրերով ճիշտ չէր կերել։ Դիմացիր, շշնջաց նա, ավելի շատ իրեն, քան անծանոթուհուն։ Տուն հասնելուն պես նա դրեց նրան բուխարու մոտի բազմոցին, փաթաթելով ծանր ոչխարի բրդյա ծածկոցներով, որոնք գնել էր քաղաքի կենտրոն իր հազվադեպ այցելություններից մեկի ժամանակ։ Նա վազեց ջուր տաքացնելու ապուր պատրաստելու համար, որը սառեցված էր պահում արտակարգ դեպքերի համար։ Երիտասարդ կինը, որը 20 տարեկանից ավել չէր լինի, մի քանի ժամ անց սկսեց մի փոքր գույն ստանալ, թե մնում էր քնած։ Գորգը դիտում էր նրան, նստած հակառակ բազկաթոռին, ձեռքին մի բաժակ վիսկի։ Ինչ անել նրա հետ։ Որքան ժամանակ էր, որ նա ոչ ոքի հետ չէր խոսել, բացի տեղական շուկայի աշխատակցից։ Նա մտածեց նրան քաղաքի հիվանդանոց տանելու մասին, բայց ճանապարհը գրեթե անանցանելի էր ուժեղացած ձնապքի պատճառով։ Նա ստիպված կլիներ սպասել մինչ հաջորդ առավոտ։ Սպասելիս նա ուսումնասիրեց երիտասարդ կնոջ դեմքի մանրամասները։ Նուրբ դիմագծերը հակադրվում էին կոշտացած ձեռքերին, որոնք մատնում էին քրտնաջան աշխատանքային կյանք։ Նուրբ սպի էր նշմարվում նրա ձախ հոնքին։ Նրա սմազերը, որոնք այժմ չորացել էին բուխարու ջերմությունից, ալիքներով թափվում էին դեմքին։ Երբ նա վերջապես բացեց աչքերը, Գորգը գրեթե թռավ բազկաթոռից։ Դրանք նշած, խորը շագանակագույն աչքեր էին, որոնք հակադրվում էին բաց մաշկին։ Որտեղ եմ, հարցրեց նա խռպոտ ձայնով, փորձելով կողմնորոշվել անծանոթ միջավայրում։ Ապահով, պատասխանեց նա, հեռավորություն պահելով։
Ես քեզ անգիտակից գտա ճանապարհին։ Դու կարող էիր սառչել մինչ չապրել։ Նա փորձեց նստել, բայց չափազանց թույլ էր։ Գլխապտույտը ստիպեց նրան հետ քաշվել դեպի բազմոցի բարձերը։ Դանդաղ խորհուրդ տվեց գորգը, մոտենալով կարգավորելու ծածկոցները նրա շուրջը։ Դու ջրազրկված ես, հավանաբար թեթ հիպոթերմիա ունես։ Իմ անունը Ռաքել է, ասաց նա մեկ կում ապուր խմելուց հետո, որը նա առաջարկեց, նրա ձեռքերը դողում էին բաժակը բռնելիս։ Գորգ Մենդոնցյան ավտոմատ, պատասխանեց նա, զարմացած իր վրա, որ այդքան երկար մեկուսացումից հետո պահպանել էր հիմնական սոցիալական հմտությունները։ Ինչ էիր անում այդ վայրում, այս եղանակին, այսպես հագնված, հարցրեց գորգը, փորձելով մեղադրական չթվալ, այլ անկեղծորեն հետաքրքրված։ Ռաքելը վարանեց պատասխանելուց առաջ, նրա աչքերը արագորեն շրջեցին շքեղ միջավայրում, գնահատելով իր իրավիճակը։ Մի քանի վայրկյան անց նա կարծես որոշեց, որ ճշմարտությունն իր լավագույն տարբերակն է։ Ես փախչում էի։ Իմ հայրը նա մահացել է 2 շաբաթ առաջ։ Պանսիոնատի տերը, որտեղ մենք ապրում էինք, ինձ դուրս հանեց, քանի որ մենք չունեինք վճարելու միջոց։ Իմ եղբայր Մաթոսը անհետացել է, փորձելով գումար գտնել։ Ես մենակ եմ։ Գորգը գլխով արեց, կոկորդում հանգույց առաջացավ։ Պատմությունը հում էր, առանց զարդարանքների կամ կարեկցություն առաջացնելու փորձերի։ Նա հիացավ արժանապատվությամբ, որով նա պատմում էր իր դժբախտությունը։ Կարծում էի, որ կարող էի հասնել հաջորդ քաղաքը մինչ փոթորիկը, շարունակեց նա, նայելով իր ձեռքերին։ Բայց ցուրտը ավելի ուժեղ էր, քան սպասում էի։ Ջերմուկը տեղ չէ ձմռանը մենակ քայլելու համար, մեկնաբանեց նա, վեր կենալով, կրակը բորբոքելու համար։ Հատկապես ոչ այսպես հագնված։ Ռաքելը իջեցրեց աչքերը իր անհամապատասխան հագուստին, բարակ ջինսեր, բամբակյա բլուզ, թեթ բաճկոն, որն ավելի շատ նախատեսված էր աշնանային մեղմ երեկոյի համար։ Շատ տարբերակներ չունեի, մրմնջաց նա։ Գորգը ամոթի զգացում ունեցավ անզգա դիտարկման համար։ Իհարկե։ Կներես։ Անհարմար լռություն տիրեց նրանց միջ, որը խախտվում էր միայն բուխարու փայտի ճռճռոցով, դրսի քամու աճող ոռնոցով։ Փոթորիկն ուժեղանում էր։ Դու կարող ես մնալ այստեղ այս գիշեր, ասաց նա վերջապես։ Վաղը, երբ ճանապարհը մաքրվի, ես կարող եմ քեզ տանել քաղաք։ Ես քաղաքում գնալու տեղ չունեմ, պատասխանեց Ռաքելը։ Ուղիղ նայելով նրա աչքերին, առանց ինքնախղճահարության, պարզապես փաստ արձանագրելով։ Գորգը շեղեց հայացքը, անհարմար զգալով։ Նրա ուղիղձի մեջ ինչ-որ բան կար, որը նրան զինաթափում էր։ 5 տարվա մեկուսացումից հետո նա պատրաստ չէր իր տանիքի տակ մեկ այլ մարդու հետ շփվելուն, առավելս երիտասարդ անօգնական կնոջ հետ։ Բայց նա չէր կարող պատկերացնել իրեն, նրան թողնելով քաղաքում իր ճակատագրին, հատկապես ձմռան գագաթնակետին։ Հենց այդ ժամանակ, զարմացնելով իրեն, Գորգն առաջարկ արեց, որը հավերժ կփոխեր երկուսի կյանքը։ Դու կարող ես մնալ այստեղ, ասաց նա մի ձայնով, որը չճանաչեց որպես իրենը։ Ես ավելորդ տեղ ունեմ, բավականաչափ սնունդ։ Փոխարենը, դու կհոգաս տան մասին։ Եվ իմ։ Ռաքելը հոնքերը կնճռեց, անմիջապես հասկանալով, թե ինչ էր առաջարկում նա։ Նրա աչքերը, պահի թռիչքով լայնացած, շուտով վերադարձան զսպված արտահայտությանը, որը կարծես նրա ապրանքային նշանն էր։ Ես համաձայնություն եմ առաջարկում, շարունակեց Գորգը, իր բառերից ինքն իրեն դժբախտ զգալով, բայց անկարող էր հետ կանգնել։ Վերջին տարիների մեկուսացումը քայքայել էր ինչ-որ բան նրա ներսում, ինչ-որ բան, որը նախկինում կխանգարեր նրան նման առաջարկ անելուց։ Դու կունենաս այն ամենը, ինչ քեզ հարկավոր է, հագուստ, սնունդ, պաշտպանություն։ Փոխարենը, իմ մարմինը, լրացրեց նա, առանց շեղվելու։ Գորգը գուլ տվեց, գլխով արեց։ Նրան շարժողը ցանկությունը չէր, այլ այնքան խորը մենությունը, որ ֆիզիկապես ցավում էր։ Մարդկային շփման կարիքը, նույնիսկ եթե այն գնված էր մռայլ համաձայնության միջոցով։ Ես բռնի մարդ չեմ, հավաստիացրեց նա։ Ես երբեք չեմ վնասի քեզ կամ չեմ ստիպի քեզ որևէ բան անել։ Եթե վաղը նախընտրես հեռանալ, կհասկանամ։ Ես կապահովեմ տրանսպորտ, որոշ գումար քեզ օգնելու համար։ Ռաքելը նայեց պատուհանին, որտեղ քամին ձյունը հարվածում էր ապակուն։ Դրսի մթությունը յուրաքանչյուր րոպե ավելի սպառնալից էր թվում։ Նա մտածեց սովի մասին, որը զգացել էր վերջին օրերին, ցրտի մասին, որը գրեթե սպանել էր նրան։ Նա մտածեց անհետացած եղբոր մասին, կորցրած կյանքի մասին։ Ինչ ուներ կորցնելու հիմա։
Որքան ժամանակով, հարցրեց նա, զարմացնելով նրան իր գործնական հարցով։ Այնքան ժամանակով, որքան որ կաշխատի երկուսիս համար, պատասխանեց նա նույնքան պրագմատիկ։ Առանց պարտավորությունների, բացի պայմանավորվածից։ Դու ազատ ես հեռանալ, երբ ցանկանաս։ Ռաքելը մի քանի րոպե մտածեց, նրա աչքերը հառած բուխարու կրակին, կարծես այնտեղ կարող էր գտնել իր երկընտրանքի պատասխանը։ Վերջապես, նա բարձրացրեց հայացքը, հանդիպելով գորգի կանաչ աչքերին։ Ընդունում եմ, ասաց նա վերջապես, նրա ձայնն ավելի կայուն էր, քան սպասում էր։ Համաձայնություն էր կնքվել ոչ ձեռքսեղմումով կամ ստորագրված փաստաթղթով, այլ երկու պարզ բառով, որոնք արտասանվել էին բուխարու թարթող լույսի ներքո, մինչ դրսի քամին ոռնում էր որպես նախանշան։ Ինչ Ռաքելը չէր ասել, չէր էլ պատրաստվում ասել, այն էր, որ նա երբեք տղամարդու հետ չէր եղել։ 22 տարեկանում նա դեռ կույս էր, ոչ թե կրոնական համոզմունքի կամ հնարավորության բացակայության պատճառով, այլ որովհետև դեռահասության տարիներից ի վեր իր դժվար կյանքը տեղ չէր թողել հարաբերությունների կամ սիրավեպերի համար։ Նա մեծացել էր, օգնելով հորը խնամել իր կրտսեր եղբորը, աշխատելով 14 տարեկանից փոքր աշխատանքներում, պայքարելով գոյատման համար։ Մտերմությունը, որն առաջարկում էր գորգը, լիովին անհայտ տարածք էր։ Միջանցքի վերջում հյուրասենյակ կա, ասաց գորգը, վեր կենալով։ Ես ցույց կտամ քեզ։ Պահարանում պետք է ավելի տաք հագուստ լինի։ Դրանք պատկանում էին լավ, հիմա կարոր չէ։ Ռաքելը հետեց նրան երկար փայտե միջանցքով, դիտելով տան մանրամասները։ Պատերին թանկարժեք նկարներ, ներմուծված գորգեր, նրբորեն դասավորված արվեստի առարկաներ դարակներում։ Լիովին տարբեր աշխարհ իրենից։ Սենյակն ավելի մեծ էր, քան ամբողջ բնակարանը, որտեղ նա ապրել էր հոր եղբոր հետ։ King size մահճակալը գերիշխում էր սենյակում, կողքերին մուգ փայտե մահճակալի կողքի սեղաններ։ Լայն զգեստապահարանը զբաղեցնում էր պատերից մեկը, իսկ կիսաբաց դուռը բացահայտում էր անհատական լոգարան։ Կարող ես տաք լոգանք ընդունել, առաջարկեց գորգը։ Դա կօգնի ոսկորների ցրտին։ Սրբիչները լոգարանի պահարանում են։ Մի քանի հագուստ կթողնեմ մահճակալի վրա։ Նա շրջվեց հեռանալու, բայց կանգնեց դռան մոտ։ Ես կփակեմ տունը քնելուց առաջ։ Ոչ թե քեզ համար, այլ անվտանգության համար։ Ձնաբուքն ուժեղանում է։ Ռաքելը գլխով արեց, դեռ մարսելով իր իրավիճակի հանկարծակի փոփոխությունը։ Ժամեր առաջ նա գրեթե մահանում էր ցրտից անապատային ճանապարհին։ Հիմա նա շքեղ սենյակում էր, պատրաստվում էր տաք լոգանք ընդունել, երաշխավորված տանիքով, փոխարենը լավ, դրանով կզբաղվեր ավելի ուշ։ Հաջորդ օրերին տարօրինակ առօրյա սահմանվեց։ Գորգը Ռաքելին ցույց տվեց տան սենյակները, տվեց նրան հագուստներ, որոնք գնել էր առցանց, որոշները դեռ պիտակով, սովորեցրեց նրան աշխատեցնել խոհանոցի ժամանակակից սարքավորումները։ Նա հեռակա աշխատում էր, կառավարելով ներդրումները պարբերական տեսակոնֆերանսների միջոցով։ Առաջին օրերին նրանք հազիվ էին խոսում, բացի անհրաժեշտից։ Ռաքելը ուսումնասիրում էր տունը, մինչ գորգն աշխատում էր, բացահայտելով մանրամասներ, որոնք բացահայտում էին նրա նախկին կյանքի բեկորները։ Մի կողպված գզրոցում, որը նա պատահաբար բաց գտավ, տեսավ գեղեցիկ շիկահեր կնոջ լուսանկարներ, որոնք ժպտացող երեխա էին պահում։ Մյուսում ամբողջ ալբոմ մի կյանքից, որն այլս գոյություն չուներ, ճանապարհորդություններ, երեկույթներ, ընտանեկան պահեր։ Նա արագ փակեց գզրոցը, իրեն օտար զգալով հիշողություններին, որոնք իրեն չէին պատկանում։ Գիշերը գորգը չէր փնտրում Ռաքելին, թողնելով նրան մենակ քնել հյուրասենյակում։ Նա մտածում էր, թե արդյոք նա մոռացել էր համաձայնության մասին, թե պարզապես ժամանակ էր տալիս նրան հարմարվելու։ Նրա մի մասը թեթություն էր զգում, մյուս մասը՝ տարօրինակ անհանգստություն։ Չորրորդ օրը գորգը վերջապարպես թակեց նրա սենյակի դուռը ընթրիքից հետո։ Նա բերել էր մի շիշ գինի 2 բաժակ։ Կարող եմ ներս մտնել, հարցրեց նա, ձայնը լարված։ Ռաքելը գլխով արեց, նստած մահճակալի եզրին, հագին ֆլանելային գիշերազգեստ, որը գտել էր պահարանում։ Չափազանց մեծ էր նրա համար, հավանաբար պատկանում էր լուսանկարների կնոջը։ Չեմ ուզում, որ սա քեզ համար պարտավորություն լինի, ասաց նա, նստելով մահճակալի եզրին, հեռավորություն պահելով։ Եթե մտափոխվել ես… Ռաքելը գլխով շարժեց։ Համաձայնությունը։ Գորգը գինի լցրեց երկուսի համար։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Նկատելով նրա նյարդայնությունը, Ռաքելը զարմացավ։ Նա գրավիչ, հարուստ տղամարդ էր, անշուշտ փորձառու։
Ինչու էր նյարդայնանում։ Ես 5 տարի է կնոջ չեմ դիպել, խոստովանեց նա, կարծես կարդում էր նրա մտքերը։ Այն օրվանից, երբ կորցրի ընտանիքս։ Ռաքելը մի կում խմեց գինուց, զգալով, թե ինչպես է ջերմությունը տարածվում իր մարմնով։ Նրա խոցելիության մեջ ինչ-որ բան կար, որը հուզեց նրան։ Այս մարդը սառը հրեշը չէր, որից նրա մի մասը վախենում էր սկզբնական առաջարկից հետո։ Նա պարզապես կորստից ավերված մեկն էր, որը կապ էր փնտրում միակ ձով, որը կարող էր պատկերացնել։ Ես երբեք ոչ ոքի հետ չեմ եղել, բացահայտեց նա, բառերը դուրս թռան, մինչ նա կարող էր դրանք զսպել։ Գորգը լայն բացեց աչքերը, ակնհայտորեն շոկի մեջ։ Դու… Կույս, լրացրեց նա։ Այո։ Նա մի կողմ դրեց բաժակը, ձեռքերով շոյելով դեմքը, հիասթափության ժեստով։ Ինչու ինձ նախկինում չասացիր։ Սա ամեն ինչ փոխում է։ Փոխում է, հարցրեց Ռաքելը։ Ինչպես։ Գորգը վեր կացավ, քայլելով սենյակում։ Նրա քայլերը արձագանքում էին փայտե հատակին, մինչ նա պայքարում էր հակասական մտքերի հետ։ Դու չես կարող, չպետք է նման բան փոխանակես տանիքի հետ։ Քո առաջին անգամը պետք է լինի մեկի հետ, ում սիրում ես, ոչ թե անծանոթի հետ համաձայնություն։ Ռաքելը նույնպես վեր կացավ, զարմացած իր սեփական քաջությունից։ Սա իմ ընտրությունն է, ոչ թե քոնը։ Եվ ես նախընտրում եմ, որ դա լինի մեկի հետ, ով գոնե անկեղծ է եղել ինձ հետ հենց սկզբից։ Նրա բառերի դաժան անկեղծությունը հարվածեց նրան որպես բռունցք։ Նա ճիշտ էր։ Ո՞վ էր ինքը, որպեսզի որոշեր, թե ինչ պետք է աներ կամ չէր աներ իր մարմնով։ Այդուհանդերձ նա տարօրինակ, գրեթե գիշատի չէր զգում իրեն այն դիրքում, որում հայտնվել էր։ Ռաքել, սկսեց նա, զգուշորեն ընտրելով բառերը։ Չեմ ուզում, որ դու զղջաս դրա համար։ Չեմ ուզում լինելս մեկ մարդ, ով ինչ-որ բան խլեց քեզանից։ Դու չես խլում, պատասխանեց նա, դանդաղ մոտենալով։ Ես տալիս եմ։ Տարբերություն կա։ Նրանք երկար ժամանակ նայեցին միմյանց, լարվածությունը աճում էր նրանց միջ։ Այնուհետ Գորգը դանդաղ մոտեցավ, նրբորեն դիպչելով նրա դեմքին, կարծես վախենում էր նրան կոտրել։ Համբույրը, որ նրանք փոխանակեցին, վարանող էր, գրեթե անմեղ։ Չկար այն շտապողականությունը, որին Ռաքելը սպասում էր, ոչ էլ այն կլինիկական սառնությունը, որից նա վախենում էր։ Գորգը նրան վերաբերվում էր, կարծես նա բյուրեղից էր, յուրաքանչյուր հպում, թույլտվություն խնդրող, յուրաքանչյուր առաջընթաց, հարցական հայացքով նախորդված։ Երբ նրանք վերջապես հանձնվեցին միմյանց, նրանց շարժողը սառը համաձայնությունը չէր, այլ ինչ-որ անորոշ բան, որը սկսում էր ծնվել նրանց միջ, դա դեռ սեր չէր, բայց մենության կարիքի փոխադարձ ըմբռնում, որը գերազանցում էր զուտ ֆիզիկականը։ Հետո, կողք կողքի պառկած, դիտելով ստվերների պարը առաստաղին, նրանցից ոչ մեկը չխոսեց համաձայնության, փողի կամ պարտավորությունների մասին։ Կար մի լուռ ըմբռնում, որ ինչ-որ բան փոխվել էր, թե նրանցից ոչ մեկը պատրաստ չէր անվանել կամ ուսումնասիրել այդ փոփոխությունը։ Ռաքելն առաջինը քնեց, հյուծված օրվա հույզերից։ Գորգն արթուն մնաց, մթության մեջ դիտելով նրա անդորր դեմքը։ 5 տարվա մեջ առաջին անգամ նա քնեց ամբողջ գիշեր, առանց մղձավանջների։ Շաբաթներ անցան, Սյունիքի լեռնային շրջանի խիստ ձմեռը շարունակում էր իր ընթացքը։ Սակայն փայտե քարե տան ներսում ինչ-որ բան սկսում էր հալվել, բացի քիվերի ձյունից։ Ռաքելը արագ էր սովորում, մի քանի օրվա ընթացքում նա արդեն տիրապետում էր Գորգի ժամանակակից խոհանոցի գաղտնիքներին, պատրաստելով ուտեստներ, որոնք նա չէր համտեսել ընտանիքը կորցնելուց հետո։ Մի առավոտ Գորգը իջավ աստիճաններով, հետելով թարմ սուրճի ջեռոցում թխվող տնական հացերի բույրին։ Նա Ռաքելին գտավ խոհանոցում, արդեն հագնված վաղ առավոտվանից ակտիվ, մեղմորեն երգելով մի երգ, որը նա չէր ճանաչում։ Ձմեռային արը մտնում էր պատուհաններից, լուսավորելով նրա պրոֆիլը, մինչ նա սեղան էր դասավորում նախաճաշի համար։ Որտեղից ես սովորել այսպես եփել, հարցրեց նա մի գիշեր, համտեսելով սունկով ռիզոտոն, որը նա պատրաստել էր, համը արթնացնում էր զգացողություններ, որոնք նա մոռացել էր։ Ռաքելը ժպտաց, մի ժեստ, որն ավելի ու ավելի հաճախակի էր դառնում։ Ես գրեթե 2 տարի աշխատել եմ Գորիսի պանսիոնատում։ Տիրուհին, տիկին Սիրանուշը, ինձ շատ բաղադրատոմսեր սովորեցրեց։ Ասում էր, որ ես լավ ձեռք ունեմ խոհանոցի համար։ Գորգը գլխով արեց, աճող հետաքրքրությամբ դիտելով նրան։ Ամեն օր նա նոր բան էր հայտնաբերում Ռաքելի մասին, փոքրիկ մանրամասներ, որոնք կազմում էին նրա գոյության գլուխկոտրուկը։
Ծնվել է Սյունիքի լեռնային շրջանի գյուղերից մեկում, մորը կորցրել էր դեռ մանուկ հասակում։ Հայրը, գյուղացի աշխատողը, երկու երեխաներին միայնակ էր մեծացրել, անընդհատ տեղափոխվելով աշխատանք փնտրելու համար։ Մաթոսը, կրտսեր եղբայրը, նրա միակ իսկական ընտանիքն էր։ Անհետացած եղբոր մասին հիշատակումը միշտ ստվեր էր բերում նրա աչքերին։ Ինչպիսի՞ն էր քո հարաբերությունները հորդ հետ, հարցրեց նա մի գիշեր, մինչ նրանք մի շիշ գինի էին կիսում բուխարու առաջ։ Ռաքելը պտտեց հեղուկը իր բաժակում, մտածկոտ։ Բարդ։ Նա լավ մարդ էր, աշխատասեր, ազնիվ։ Բայց մայրիկի մահից հետո ինչ-որ բան կոտրվեց նրա ներսում։ Երբեմն շատ էր խմում։ Մյուս անգամներին օրերով չէր խոսում։ Նա դադար տվեց։ Բայց երբեք չդադարեց ջանքեր գործադրել, մեզ տալու ամենալավը, ինչ կարող էր։ Իսկ քո եղբայրը։ Մաթոսը, ճիշտ է։ Մեղմ ժպիտ լուսավորեց նրա դեմքը։ Մաթոսը 2 տարով փոքր է։ Միշտ եղել է ընտանիքի երազողը։ Մինչ ես գործնական էի, անհանգստանում էի հաջորդ վարձի, հաջորդ կերակուրի մասին, նա արկածներ էր պլանավորում, պատկերացնելով մեծ ապագաներ։ Նրա արտահայտությունը մթնեց։ Հենց այդ երազող բնույթը հանգեցրեց նրա անհետացմանը, կարծում եմ։ Ինչ-որ մեկը պետք է արագ փող առաջարկեր, մի հնարավորություն, որը չափազանց լավ էր թվում։ Ես տեղեկություններ կփնտրեմ քո եղբոր մասին, առաջարկեց Գորգը մի առավոտ, մինչ նրանք սուրճ էին խմում։ Ես որոշ կապեր ունեմ, որոնք կարող են օգնել։ Ռաքելի աչքերը հույսով փայլեցին առաջին անգամ։ Դու դա կանես ինձ համար։ Իհարկե, պատասխանեց նա խուսափելով վերլուծելուց, թե ինչու էր նրա ժպիտը հանկարծ այդքան կարոր։ Ես այսօր իսկ մի քանի զանգ կկատարեմ։ Հենց այդ կեսօրին Գորգը ժամեր անցկացրեց հեռախոսով, խոսելով հին գործընկերների, տեղական իշխանությունների, Սյունիքի տարբեր քաղաքների կապերի հետ։ Ռաքելը հեռվից դիտում էր նրան, նկատելով նրա ջանքերի վճռականությունը, այն ձդ թե ինչպես էր նա առանց վարանելու մոբիլիզացնում ռեսուրսներ մարդկանց։ Դա մի հայացք էր այն մարդու, որը նա եղել էր ողբերգությունից առաջ, ազդեցիկ, վճռական, ունակ լեռներ շարժելու, երբ ինչ-որ բան էր որոշում։ Օրերի ընթացքում սկզբնական տարօրինակությունը տեղը զիջեց մի առօրյայի, որը զարմանալիորեն մխիթարում էր երկուսին էլ։ Առավոտներին, մինչ Գորգն աշխատում էր իր գրասենյակում, Ռաքելը հոգում էր տան մասին, աստիճանաբար բացահայտելով յուրաքանչյուր սենյակում թաքնված գաղտնիքներն ու պատմությունները։ Նա գտավ հին լուսանկարներ գզրոցներում, ճանաչեց Գորգի անցյալը իր գրադարանի գրքերի, պատի վրայի հետքերի միջոցով, որտեղից հանվել էին նկարներ։ Մի օր, մինչ նա մաքրում էր գրադարանի դարակը, գտավ մի խնամքով պահպանված լուսանկարների ալբոմ։ Նա վարանեց բացելուց առաջ, հարգելով Գորգի անձնական կյանքը, բայց հետաքրքրությունը հաղթեց։ Առաջին էջերում պատկերված էր ավելի երիտասարդ, ժպտացող Գորգը, շիկահեր, բաց աչքերով կնոջ կողքին, Էլիզա, ենթադրեց Ռաքելը։ Կային նրանց հարսանիքի, միջազգային ճանապարհորդությունների, լողափերում լեռներում անհոգ պահերի լուսանկարներ։ Այնուհետ եկան որդու Պետրոսի լուսանկարները նորածնից մինչ մոտավորապես 3 տարեկան, այն տարիքը, որ նա կունենար, երբ աղետը տեղի ունեցավ։ Ռաքելին ամենից շատ տպավորեց ոչ թե հենց պատկերները, այլ դրանցից բխող անկեղծ երջանկությունը։ Այդ լուսանկարների Գորգը գրեթե անճանաչելի էր, փայլուն աչքեր, հեշտ ժպիտ, հանգիստ կեցվածք։ Կորստի պատճառով առաջացած փոփոխությունն ակնհայտ էր ցավալի, նույնիսկ լուսանկարների միջոցով։ Նա այնքան էր տարված պատկերներով, որ չնկատեց Գորգին կանգնած դռան մոտ, դիտելով նրան։ Երբ նա վերջապես նկատեց նրա ներկայությունը, շտապ փակեց ալբոմը։ Կներես, մրմնջաց նա, ամաչելով։ Չպետք է քո իրերին դիպչեի։ Նա սպասում էր նախատինքի, գուցե նույնիսկ զայրույթի, բայց Գորգը պարզապես դանդաղ մոտեցավ նստեց նրա կողքին գրադարանի բազմոցին։ Նա վերցրեց ալբոմը, նորից բացեց այն։ Էլիզան ատում էր լուսանկարվելը, մեկնաբանեց նա մատնացույց անելով մի պատկեր, որտեղ կինը վարանող ժպտում էր տեսախցիկին։ Միշտ ասում էր, որ լավ չի ստացվում, բայց ես կարծում էի, որ նա ավելի գեղեցիկ էր թվում, երբ անհարմար էր զգում։ Ռաքելը դիտում էր, թե ինչպես էին նրա մատները շոյում լուսանկարը, այնքան քնքշանքով լի ժեստ, որ գրեթե ցավալի էր տեսնել։ Պետրոսը մյուս կողմից իսկական մոդել էր, շարունակեց Գորգը, էջը թերթելով ցույց տալու տղային, որը չափազանցված կեցվածքներ էր ընդունում։ Սիրում էր լուսանկարվել։ Նա իր թռչնակին, հայրիկ, նրա սիրելի արտահայտություններից էր։
Առաջին անգամ էր, որ Գորգն անկեղծորեն խոսում էր իր կորցրած ընտանիքի մասին։ Ռաքելը լուռ մնաց, հարգելով պահը, թույլ տալով նրան կիսվել միայն այն, ինչ ցանկանում էր։ Նրանք քեզ հարցեր կտային, հանկարծ ասաց նա։ Ինչպե՞ս։ Էլիզան կհարցներ, թե ինչու եմ քեզ պահում այստեղ համաձայնությամբ, բացատրեց նա մատներով մեջբերումներ անելով։ Նա կասեր, որ դա այդպես չի արվում, որ ինձ այդպես չեն մեծացրել։ Ռաքելը գուլ տվեց, անվստահ, թե ինչպես պատասխանել։ Եվ Պետրոսը, շարունակեց Գորգը, նա պարզապես կսիրեր նոր մեկին խոսելու համար։ Նա ձանձրանում էր միայն ինձ իր մոր հետ։ Ծանր լռություն տիրեց նրանց վրա։ Վերջապես Գորգը փակեց ալբոմը հետ դրեց դարակին։ Մի ներողություն խնդրիր նայելու համար, ասաց նա հեռանալուց առաջ։ Այս տունը կարիք ունի մեկի, ով կնայի, կտեսնի։ Ես չափազանց շատ ժամանակ եմ անցկացրել, խուսափելով տեսնելուց։ Կեսօրին, երբ ջունը թույլ էր տալիս, նրանք միասին քայլում էին կալվածքով։ Գորգը Ռաքելին ցույց տվեց, թե ինչպես ճանաչել անվտանգ արահետները, ինչպես կողմնորոշվել Սոճու անտառում, ինչպես կանխատեսել եղանակի փոփոխությունները, դիտելով երկինքը։ Նա ամեն տեղեկություն կլանում էր, ինչպես չոր հողը ջուր։ Քեզ պակասո՞ւմ է քաղաքը, հարցրեց նա մի կեսօր, մինչ նրանք դիտում էին Արի մայրամուտը լեռների հետում։ Գորգը մի պահ մտածեց, ձեռքերը շփելով տաքացնելու համար սառը օդում։ Ոչ թե քաղաքը ինքնին։ Գուցե որոշ մարդիկ։ Բայց ես սովորել եմ ապրել առանց նրանց։ Ինչպես քո ծնողները։ Իմ ծնողները ապրում են Երանում։ Մենք տարին մի քանի անգամ հեռախոսով խոսում ենք ծննդյան օրերին տոնական ամսաթվերին։ Նրանք չեն հասկանում, թե ինչու եմ ընտրել մեկուսանալ այստեղ։ Իսկ դու հասկանում ես։ Հարցը Գորգին անակնկալի բերեց։ Ոչ ոք չէր հարցաքննել նրա ընտրությունները վերջին տարիներին։ Բոլորը, այն քչերը, ովքեր դեռ կապ էին պահպանում, պարզապես ընդունում էին նրա մեկուսացումը որպես իր կորստի բնական հետանք։ Կարծում էի, որ հասկանում եմ, պատասխանեց նա անկեղծորեն։ Հիմա այդքան էլ վստահ չեմ։ Ռաքելի դեմքը լուսավորվեց մեղմ ժպիտով, կարծես այդ փոքրիկ խոստովանությունը կարոր հաղթանակ էր ներկայացնում։ Գիշերը, երբ մարմինները հանդիպում էին, ինչ-որ բան էր փոխվում նա։ Այն, ինչ սկսվել էր որպես մեխանիկական համաձայնություն, ծառայությունների փոխանակում, աստիճանաբար փոխակերպվում էր։ Գորգը, ով ի սկզբանե մոտենում էր Ռաքելին հեռավոր հարգանքով, այժմ նրան փնտրում էր մի շտապողականությամբ, որը զարմացնում էր երկուսին էլ։ Ռաքելը իր հերթին, հաղթահարելով սկզբնական անհարմարությունը, իր մարմնում հայտնաբերում էր զգացողություններ, որոնք երբեք չէր պատկերացրել հնարավոր։ Մի հատկապես ցուրտ լուսաբացին, ծածկոցների տակ փաթաթված սիրով զբաղվելուց հետո, Գորգը խախտեց մի լռություն, որը, առանց նկատելու, հարմարավետ էր դարձել նրանց միջ։ Ինչու ոչ ոքի հետ չես եղել մինչ ինձ, հարցրեց նա, շոյելով նրա մազերը։ Ռաքելը դանդաղ պատասխանեց, կարծես հարցը պահանջում էր ճանապարհորդություն դեպի անցյալ։ Ես երբեք ժամանակ չունեի հարաբերությունների համար, բացատրեց նա վերջապես։ Երբ իմ տարիքի մյուս աղջիկները ժամադրվում էին, ես երկու աշխատանքում էի աշխատում, հորս հաշիվների հետ օգնելու համար։ Հորս հիվանդանալուց հետո ամբողջ էներգիաս գնաց նրան մաթոսին խնամելուն։ Ոչ մի տղա չգրավեց քո ուշադրությունը։ Նա ժպտաց նրա կրծքին։ Մի քանիսը։ Բայց դրանից այն կողմ երբեք չանցավ։ Կարծում եմ, որ միշտ վախեցել եմ։ Ինչից վախեցար։ Վստահելուց։ Մեկից կախված լինելուց։ Ինքն ինձ հանձնելուց հետո լքվելուց։ Գորգը կրծքին սեղմում զգաց։ Այդ երիտասարդ կինը կրում էր նույնքան խորը սպիներ, որքան նա, թե տարբեր բնույթի։ Իսկ հիմա հարցրեց նա, ձայնը գրեթե շշուկ։ Ինձանից վախենում ես։ Ռաքելը բարձրացրեց դեմքը, նայելով նրան սենյակի մթության մեջ։ Չգիտեմ, թե ինչ եմ զգում քո հանդեպ, Գորգ։ Բայց վախ չէ։ Այդ պարզ բառերը Գորգին ավելի խորը շոշափեցին, քան նա սպասում էր։ Տարիների մեջ առաջին անգամ նա իրեն թույլ տվեց դիտարկել հնարավորությունը, որ կյանքը կարող է իրեն ավելին առաջարկել, քան պարզապես մենակ գոյատումը։ Հաջորդ օրը Գորգը Ռաքելին զարմացրեց մոտակա գյուղ այցելելով։ Չնայած ձյանը, որը դեռ ծածկում էր ճանապարհի մի մասը, նրա հարմարեցված ջիպը կարողացավ անվտանգ անցնել ճանապարհը։ Առաջին անգամն էր, որ Ռաքելը հեռանում էր կալվածքից իր ժամանելուց հետո, գրեթե 1 ամիս առաջ։
Ջերմուկը ձմեռային սեզոնի թեժ պահին էր, ամբողջ Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներով, ովքեր գալիս էին խիստ ցրտի ազգային տարածքում ձյուն տեսնելու հազվագյուտ հնարավորության համար։ Նրանք քայլում էին պատմական կենտրոնով, Ռաքելը հիացած էր արհեստագործական խանութներով, հարմարավետ սրճարաններով, լեռնային բնորոշ դեկորացիաներով։ Ես երբեք նման տեղ չեմ տեսել, խոստովանեց նա, մինչ նրանք դիտում էին տեղացի արհեստավորներին, որոնք աշխատում էին սոճու փայտով։ Երբ փոքր էի, հայրիկը խոստացավ ինձ տանել ջերմուկ, ձյուն տեսնելու, բայց մենք երբեք չկարողացանք։ Իսկ ինչ ես կարծում, հարցրեց Գորգը, դիտելով նրա դեմքի մանկական հիացմունքը։ Ավելի գեղեցիկ է, քան պատկերացնում էի։ Ավելի ցուրտ է նա, ավելացրեց նա ժպիտով, կարգավորելով շարֆը իր պարանոցի շուրջը։ Մի փոքրիկ բուտիկում Գորգը պնդեց, որ նա նոր հագուստ ընտրի։ Դու չես կարող ամբողջ ձմեռն անցկացնել իմ շապիկներով, այն քիչ իրերով, որոնք գնել եմ առցանց։ Պետք չէ փող ծախսել ինձ վրա, բողոքեց Ռաքելը։ Դու արդեն ինձ ապաստան, սնունդ ես տալիսը։ Դա ծախս չէ, ընդհատեց նա։ Դա ներդրում է քո հարմարավետության մեջ։ Եվ, ընդլայնմամբ, նա իմ։ Չեմ ուզում, որ հիվանդանաս համապատասխան հագուստի բացակայության պատճառով։ Սկզբում վարանող Ռաքելը վերջապես զիջեց։ Նա ընտրեց պարզ, գործնական հագուստներ, խուսափելով ավելի թանկերից, նույնիսկ նրա պնդմամբ։ Սակայն կար մի մանուշակագույն կապույտ զգեստ, որը գրավեց նրա ուշադրությունը։ Երկար ծանր գործվածքից կատարյալ լեռնային կլիմայի համար, բայց չափազանց էլեգանտ իր առօրյա կյանքի համար։ Փորձի սա, ասաց Գորգը, նկատելով նրա հետաքրքրությունը։ Դա չափազանց շքեղ է ինձ համար, բողոքեց նա։ Որտեղ կհագնեի նման բան։ Ինձ հետ, պարզապես պատասխանեց նա։ Պատասխանի պարզությունը լիովին զինաթափեց նրան։ Ռաքելը կարմրեց, բայց համաձայնեց փորձել։ Երբ նա դուրս եկավ փորձասենյակից, Գորգի հայացքը նրան փաթաթեց որպես գրկախառնություն։ Զգեստի կապույտը ընդգծում էր նրա մաշկի ոսկեգույն երանգը, ընդգծված գոտկատեղը շեշտում էր կորությունները, որոնք սկսում էին լցվել շաբաթների ճիշտ սնվելուց հետո։ Գեղեցիկ է, մրմնջաց նա, Ռաքելը գիտեր, որ նա միայն զգեստին չէր վերաբերում։ Տունդարձի ճանապարհին նրանք անցան քաղաքի կենտրոնական հրապարակով, որտեղ փոքրիկ փառատոն էր ընթանում։ Տեղացի երաժիշտները նվագում էին լույսերով զարդարված տաղավարում, զույգերը պարում էին չնայած ցրտին, երեխաները վազվզում էին, խաղալով բռնոցի։ Դու պարում ես, հարցրեց Գորգը, զարմացնելով նրան։ Երբեք պաշտոնապես չեմ սովորել, խոստովանեց Ռաքելը։ Իսկ դու։ Շատ էի պարում, պատասխանեց նա, կարոտի հետ իր ձայնում։ Էլիզայի հետ իմ կնոջ։ Նա սիրում էր պարել։ Առաջին անգամն էր, որ Գորգը կնոջը անունով էր հիշատակում սովորական զրույցում։ Ռաքելը անհիմն նախանձ զգաց այն կնոջ հանդեպ, ում երբեք չէր ճանաչել, որին անմիջապես հաջորդեց մեղքի զգացումը։ Ո՞վ էր ինքը, որպեսզի նախանձեր։ Իր հարաբերությունները Գորգի հետ պարզապես համաձայնություն էր, փոխադարձ կարիքից ծնված բանավոր պայմանագիր։ Նրանք չպարեցին այդ գիշեր։ Պահը անցավ, Էլիզայի հիշատակումը ստեղծեց մի լռություն, որը նրանց ուղեկցեց տունդարձի ճանապարհին։ Քոթեջ վերադառնալու ճանապարհին ճանապարհների վրա մառախուղ սկսեց իջնել, բնապատկերը ուրվականային ծածկոցով պատելով։ Գորգը զգուշությամբ էր վարում, աչքերը ուշադիր լեռնային ճանապարհի դավաճանական շրջադարձերին։ Շնորհակալություն օրվա համար, մեղմորեն ասաց Ռաքելը։ Դա լավագույնն էր, որ ես ունեցել եմ տարիներ շարունակ։ Գորգը կարճ նայեց նրան, նախքան ուշադրությունը նորից ճանապարհին կդարձներ։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Ես նույնպես լավ անցկացրի։ Խոստովանությունը, որքան էլ պարզ լիներ, կրում էր տարիների ինքնապարտադրված մեկուսացման ծանրությունը։ Ռաքելը հասկացավ, թե ինչ ջանք էր պահանջվում նրանից պարզապես ասելու, որ նա հաճույքով է անցկացրել օրը քաղաքում։ Օրեր անց Գորգին անսպասելի այցելեցին։ Հարութ Սուքիասյանը, տեղացի որսորդը, ով երբեմն որպես զբոսաշրջիկների ուղեկցորդ էր ծառայում, հայտնվեց որսի միս վաճառելու պատրվակով։ Նա լայնածավալ մարդ էր, խիտ մորուքով, հեշտ ժպիտով, բայց աչքերով, որոնք երբեք կարծես չէին ժպտում։ Ուրեմն լուրերը ճիշտ են, մեկնաբանեց Հարութը Ռաքելին ներկայացնելուց հետո։ Լեռան ճգնավորը իսկապես ուղեկից է գտել։ Գորգը տեսանելիորեն լարվեց, ծնոտի մկանները գծկվեցին մաշկի տակ։ Ինչ են ասում մարդիկ։ Հարութը ուսերը թոթվեց, նրա հայացքը առանց քողարկելու Ռաքելին վերից վար անցավ։
Գիտես, թե ինչպես է գյուղում։ Նորությունները արագ են տարածվում, հատկապես հետաքրքիրները։ Անհարմարությունը անմիջական էր։ Ռաքելը, ով հագին ուներ միայն լայն սվիտեր սպորտային տաբատ, հանկարծ իրեն բացահայտված զգաց այցելուի գիշատիչ հայացքի տակ։ Ես երեկ քո մեքենան տեսա քաղաքում, շարունակեց Հարութը, ընդունելով սուրճի բաժակը, որը Գորգը վարանողաբար առաջարկեց։ Տարիներ էր, որ դու այդքան ուրախությամբ չէիր հայտնվել այնտեղ։ Նրա ձայնի ենթատեքստը անսխալական էր։ Ռաքելը, անհարմար զգալով, որ սորթի հայացքի տակ, ներողություն խնդրեց հեռացավ խոհանոց, բայց կարող էր լսել զրույցի հատվածները։ Հարութը բարձր էր խոսում, էլ ավելի բարձր էր ծիծաղում, կարծես ուզում էր համոզվել, որ նա կլսի։ Որտեղից գտար այս գեղեցկուհուն, Գորգ, հարցրեց որսորդը։ Մի ասա, որ նա անտեր թռչնի պես կորած էր ձյան մեջ։ Ծաղրական տոնը ստիպեց Ռաքելին սեղմել դանակի բռնակը, որով նա բանջարեղեն էր կտրում։ Դա քո գործը չէ, Հարութ, պատասխանեց Գորգը, ձայնը լարված։ Եկել ես միս վաճառելու, թե? Բամբասելու։ Էլ ավելի շատ ծիծաղ։ Երկուսն էլ, ընկերս, երկուսն էլ։ Այս շրջանում մենք պետք է զվարճանանք, ինչպես կարող ենք ձմռանը, այնպես չէ։ Եվ խոսելով զվարճանքի մասին, մնացած արտահայտությունը ասվեց ավելի ցածր տոնով, բայց բավական էր, որ Ռաքելը հասկանար գռեհիկ ակնարկը։ Նա զգաց, թե ինչպես է ստամոքսը կծկվում։ Բավական է, լսեց նա Գորգի կայուն ձայնը։ Կարծում եմ, ժամանակն է, որ դու գնաս։ Հանգիստ, մարդ։ Պարզապես կատակում էի։ Հարութի ձայնը հիմա կեղծորեն զղջացող էր թվում։ Ահա այն միսը, որը խոստացել էի։ Ես հատուկ քեզ համար պատրաստեցի, որպես շնորհակալություն այն անգամվա համար, երբ ինձ քո գործիքները տվեցիր։ Երբ Հարութը վերջապես հեռացավ, Գորգը Ռաքելին գտավ խոհանոցում, դեմքը գունատ, զսպված զայրույթից։ Շատ եմ ցավում դրա համար, ասաց նա։ Հարութը միշտ անհարմար է եղել, բայց այսօր նա գերազանցեց ինքն իրեն։ Նա կվերադառնա։ Հավանաբար։ Նա տարածաշրջանի միակ որսորդն է, ով օրինական վաճառում է։ Ռաքելը գլխով արեց, փորձելով թաքցնել անհանգստությունը։ Հարութի հայացքի մեջ ինչ-որ բան կար, որը խորապես անհանգստացնում էր նրան, ինչ-որ բան, որը նա ճանաչում էր տղամարդկանց հետ նախկին փորձերից, ովքեր նրան որպես առարկա էին դիտում։ Այդ գիշեր, առաջին անգամ, Ռաքելն էր, ով փնտրեց Գորգին։ Ոչ պարտավորությունից, ոչ համաձայնությունից, այլ պաշտպանված զգալու անհետաձգելի կարիքից, կապ հաստատելու համար, որը նա զարմանքով նկատեց, ավելի ու ավելի իրական էր դառնում։ Մինչ նրանց մարմինները միահյուսվում էին նոր ինտենսիվությամբ, Ռաքելը վերջապես իրեն խոստովանեց այն, ինչ փորձում է ժխտել։ Նա սիրահարվում էր այն տղամարդուն, ում հետ ձմռան կեսին սառը համաձայնություն էր կնքել։ Եվ դա նրան ավելի էր սարսափեցնում, քան ցուրտը սովը, որոնք գրեթե սպանել էին նրան այդ ճանապարհին։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Հարութի ներկայությունը ստվեր գցեց այն առօրյայի վրա, որը Գորգն ու Ռաքելը կառուցել էին։ Հաջորդ շաբաթներին որսորդն ավելի հաճախ էր հայտնվում, քան անհրաժեշտ էր, միշտ տարբեր պատրվակով, թարմ միս բերելու, ցանկապատերը ստուգելու, տարածաշրջանում նկատված վայրի կենդանիների մասին զգուշացնելու։ Յուրաքանչյուր այց ավելի երկար էր, քան նախորդը, նրա հայացքները Ռաքելի վրա, ավելի անզուսպ։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Հարութը տեղական թերթ բերեց մատնացույց արեց հարան քաղաքներում հանցագործությունների աճի մասին նորությունը։ Ժամանակները դժվար են, մեկնաբանեց նա կեղծ մտահոգությամբ։ Մի գեղեցիկ աղջիկ մենակ այս տանը, երբ դու աշխատանքի ես գնում, Գորգ անվտանգ չէ։ Ես մենակ չեմ, կայուն պատասխանեց Ռաքելը։ Տեղադրված է ամբողջական անվտանգության համակարգ։ Սա սուտ էր, բայց Հարութին պետք չէր դա իմանալ։ Գորգը զարմանքով նայեց նրան, բայց չհակաճառեց։ Անվտանգության համակարգ։ Որսորդը ծիծաղեց։ Նույնիսկ աշխարհի լավագույն համակարգը չի փոխարինում կնոջը պաշտպանելու համար ուժեղ տղամարդու ներկայությանը։ Նա աննկատորեն ճկեց մկանները։ Երբ որ կարիք ունենաս, պարզապես զանգիր ինձ։ Ես այստեղից 10 րոպեից պակաս հեռավորության վրա եմ ապրում։ Հարութի հեռանալուց հետո Գորգը շրջվեց դեպի Ռաքելը։ Որտեղից եկավ այս անվտանգության համակարգի պատմությունը։ Այդ պահին լավ գաղափար թվաց, պատասխանեց նա, ուսերը թոթվեց։ Այնպես, թե ինչպես էր նա խոսում իմ մենակ մնալու մասին կարծես ինչ-որ բան էր պլանավորում։
Գորգը հոնքերը կնճռեց, դիտարկելով հնարավորությունը։ Գուցե վատ գաղափար չէ իսկական տեսախցիկներ տեղադրել։ Ես կարող եմ դա կազմակերպել հաջորդ շաբաթ։ Նա ինձ հետում է, մեկնաբանեց նա մի կեսօր, պատուհանից դիտելով, թե ինչպես է Հարութը վերջապես հեռանում գրեթե 2 ժամ տաց այցից հետո։ Միշտ պատճառներ է հորինում վերադառնալու համար։ Գորգը բռունցքները սեղմեց, մի ժեստ, որը Ռաքելը նկատեց, որ հաճախակի է դառնում ամեն անգամ, երբ Հարութի անունն էր հնչում։ Ես նրան կասեմ, որ այլս ցանկալի չէ։ Ոչ, Ռաքելը դիպավ նրա ձեռքին, զգալով մկանները լարված վերնաշապիկի տակ։ Դա միայն կվատթարացնի իրավիճակը։ Նման մարդիկ ավելի վտանգավոր են դառնում, երբ իրենց դեմ են գնում։ Որտեղից գիտես դա, հարցրեց Գորգը, հոնքերը կնճռելով։ Ռաքելը շեղեց հայացքը, հառելով պատուհանից երացող հեռավոր լեռներին։ Սեփական փորձից։ Գորգը այդ պահին չպնդեց հարցը, բայց մտահոգությունն աճեց նրա կրծքին։ Ինչ փորձեր էին Ռաքելին սովորեցրել վախենալ Հարութի նման տղամարդկանցից։ Ինչ այլ բաներ նա դեռ չէր կիսվել իր անցյալի մասին։ Այդ գիշեր Գորգն արթնացավ, Ռաքելը դողում էր իր կողքին։ Նա մղձավանջ էր տեսնում, անկապ բառեր մրմնջալով, դեմքը աղավաղված սարսափի արտահայտությամբ։ Ռաքել, կանչեց նա, նրբորեն թափահարելով նրան։ Արթնացիր, երազում ես։ Նա սարսափած արթնացավ, աչքերը լայն բացված, մի քանի վայրկյան կողմնորոշված, մինչ ճանաչեց Գորգի դեմքը։ Բնազդաբար նա հետ քաշվեց դեպի մահճակալի գլխամասը, կարծես հարված էր սպասում։ Ամեն ինչ լավ է, հավաստիացրեց նա, հեռավորություն պահելով, թույլ տալով նրան կողմնորոշվել։ Դա պարզապես երազ էր։ Ռաքելը մի քանի անգամ խորը շնչեց, սիրտը դեռ արագ բաբախում էր։ Կներես, մրմնջաց նա վերջապես։ Պետք չէ ներողություն խնդրել։ Ինչ էր։ Ինչ էիր երազում։ Հովիկի մասին, պատասխանեց նա, ձայնը դեռ դողում էր։ Պանսիոնատի տերը, որտեղ ես ապրում էի հորս Մաթոսի հետ։ Նույնը, ով քեզ դուրս հանեց, երբ հայրդ մահացավ։ Ռաքելը գլխով արեց, նստելով մահճակալին գրկելով ծնկները, կարծես վախեցած երեխա։ Նա լավ մարդ չէր։ Միշտ ինձ այնպես էր նայում, որ անհարմար էի զգում։ Առաջարկություններ էր անում, երբ հայրս մոտակայքում չէր։ Գորգը ստամոքսում հանգույց զգաց, աճող զայրույթ, ուղղված մի մարդու, ում երբեք չէր ճանաչել։ Նա քեզ վնասել է։ Ոչ ֆիզիկապես։ Բայց նրա խոսքերը այն ձ, թե ինչպես էր նա ինձ անկյուններում մղում պանսիոնատումը։ Նա խորը շնչեց, կարծես քաջություն էր հավաքում շարունակելու համար։ Մի անգամ նա մտավ իմ սենյակ, մինչ ես քնած էի։ Ասաց, որ պարզապես ստուգում էր, թե արդյոք լավ եմ։ Շնչում էր ալկոհոլով։ Դրանից հետո ես սկսեցի դուռը փակել աթոռով։ Իսկ քո հայրը։ Նա գիտեր։ Մի անգամ ասացի։ Նա բախվեց հովիկին, ով ամեն ինչ հերքեց, ասելով, որ ես պատմություններ եմ հորինում ուշադրություն գրավելու համար։ Հայրիկը հավատաց ինձ, բայց մենք 3 ամսվա վարձակալության պարտք ունեինք։ Մենք պարզապես չէինք կարող հեռանալ։ Երբ հայրս մահացավ, նա ասաց, որ ես կարող եմ շարունակել այնտեղ ապրել, եթե լավ, եթե ընդունեմ նրա պայմանները, շարունակեց նա, ձայնը գրեթե անհետանալով։ Ես գնացի սենյակ, ծածրի, թե իմ իրերն եմ դասավորում, երբ նա շեղվեց, ես փախա հետի պատուհանից։ Եվ դու փախար։ Այո։ Վերցրի այն քիչը, ինչ ունեինք, առանց ուղղության հեռացա։ Մաթոսը անհետացել էր շաբաթներ առաջ։ Ես լիովին մենակ էի։ Նա նայեց Գորգին, նրա աչքերը փայլում էին մթության մեջ։ Մինչ դու ինձ գտար։ Գորգը նրան իր մոտ քաշեց, ամուր գրկելով։ Պաշտպանական զգացում, որը նա տարիներ շարունակ չէր զգացել, աճեց նրա կրծքին։ Այն գաղափարը, որ ինչ-որ մեկը կարող էր վնասել Ռաքելին, նրա մեջ արթնացրեց գրեթե պարզունակ կատաղություն։ Հարութը ինձ նրան է հիշեցնում, շշնջաց Ռաքելը նրա կրծքին։ Նույն հայացքն ունի։ Նա երբեք չի դիպչի քեզ, խոստացավ Գորգը։ Ոչ նա, ոչ էլ մեկը, ում դու չես ուզում։ Հաջորդ օրերին Գորգը սկսեց Ռաքելին սովորեցնել պաշտպանվել։ Նա ցույց տվեց նրան ինքնապաշտպանության հիմնական տեխնիկաներ, որոնք սովորել էր տարիներ առաջ, պնդելով, որ նա ամեն օր պարապի։ Սենյակի լայն տարածքում կահույքը հեռացված, նրանք մարզվում էին խուսափելու շարժումներ, բռնակներից ազատվելու ձեր, մարդու մարմնի խոցելի կետեր։
Եթե ինչ-որ մեկը քեզ բռնի դաստակից, բացատրեց նա, ցուցադրելով շարժումը, պտտվիր նրա բութ մատի ուղղությամբ։ Դա բռնակցի ամենաթույլ կետն է։ Ռաքելը վճռականորեն պարապում էր յուրաքանչյուր տեխնիկան, նրա վստահությունն աճում էր յուրաքանչյուր պարապմունքի հետ։ Ինչ-որ ազատագրող բան կար իմանալու մեջ, որ իր մարմինը, որը նախկինում ուրիշների կողմից որպես ցանկության առարկա էր դիտվում, կարող էր լինել պաշտպանության զենք։ Մի կեսօր, այդ պարապմունքներից մեկից հետո, մինչ նրանք հանգստանում էին սենյակի գորգի վրա, Ռաքելը դիպավ գորգի քրտինքով լի դեմքին։ Շնորհակալություն դրա համար։ Երբեք ոչ ոք չէր մտածել ինձ սովորեցնել պաշտպանվել։ Դա պետք է հիմնական լիներ, պատասխանեց նա, ձեռքը պահելով իր դեմքին։ Ամեն կին պետք է իմանա, թե ինչպես պաշտպանել իրեն։ Հայրս փորձեց, բացատրեց նա։ Բայց ինքը շատ բան չգիտեր դրա մասին։ Եվ միշտ հավատում էր, որ մոտ կլինի, ինձ պաշտպանելու համար։ Նա հիմա հպարտ կլիներ քեզանով, ասաց գորգը։ Քո ուժով, քո դիմացկունությամբ։ Ռաքելը ժպտաց, չթափված արցունքները փայլում էին նրա աչքերում։ Հուսով եմ, որ այո։ Ինքնապաշտպանության տեխնիկաներից բացի, գորգը նա սովորեցրեց նրան օգտագործել հին հրացանը, որը պատկանել էր իր պապին, նրան տանելով տանից հեռու գտնվող բացատում կրակելու պարապմունքների։ Երբեք չէի մտածի, որ զենք կբռնեմ, խոստովանեց Ռաքելը, ուսումնասիրելով հրացանը, զգալով դրա ծանրությունը, ծանոթանալով դրա մեխանիզմներին։ Դա պարզապես գործիք է, բացատրեց գորգը։ Ինչպես ցանկացած այլ։ Կարող է օգտագործվել պաշտպանելու կամ վնասելու համար, կախված նրանից, թե ով է այն բռնում։ Նա իմպրովիզացված թիրախներ դրեց, դատարկ տուփեր, շշեր, դիրքավորվեց նրա հետում առաջին փորձի համար։ Ամուր բռնիր ուսիդ, հրահանգեց նա, դիրքավորվելով նրա հետում, կարգավորելով նրա կեցվածքը։ Խորը շնչիր, նպատակակետ դիր, միայն հետո սեղմիր ձգանը։ Ռաքելը հնազանդվեց, մարմինը լարված գորգի մոտիկությունից, ձեռքի զենքի պատասխանատվությունից։ Կրակոցը հեռու ընկավ իմպրովիզացված թիրախից, վախեցնելով թռչուններին, որոնք թռան մոտակա ծառերից։ Լավագույն նպատակակետը չունեի, մեկնաբանեց նա, հիասթափված։ Կլավանա պարապմունքներով, հավաստիացրեց նա։ Կարևորն այն է, որ դու քեզ ապահով զգաս։ Կրակելու պարապմունքները դարձան նրանց առօրյայի մի մասը։ Ամեն օր Ռաքելը բարելավում էր իր նպատակակետը, վստահություն ձեռք բերելով։ Կար ինչ-որ մտերմություն այդ պահերին, գորգը նրա հետում էր, նրա մարմինը ուղղորդում էր նրանը, նրա ցածր ձայնը նրա ականջում հրահանգներ էր տալիս։ Սեռական լարվածությունը նրանց միջ աճում էր, տարբեր այն լարվածությունից, որը նրանք զգում էին սենյակում։ Դա ուժի, վերահսկողության լարվածություն էր։ Այդ պարապմունքներից մեկի ժամանակ, երբ Ռաքելը վերջապես դիպավ թիրախին, գորգը շրջեց նրան դեպի իրեն, համբուրեց նրան մի ինտենսիվությամբ, որը զարմացրեց երկուսին էլ։ Նրանք սիրով զբաղվեցին հենց այնտեղ, չոր տերների գորգի վրա, հրացանը զգուշորեն մի կողմ դրված, ձմեռային արը ֆիլտրվում էր սոճիների միջով։ Առաջին անգամն էր, որ նրանք իրենց հանձնեցին միմյանց տան պատերից դուրս, կարծես նրանց ներսում ինչ-որ վայրի բան կարիք ուներ բնության անսահմանությանը լիովին արտահայտվելու համար։ Հետո, կողք կողքի պառկած, դիտելով ամպերը ծառերի ճյուղերի միջով, հարմարավետ լռություն էր շրջապատում նրանց։ Ռաքելը անտեսանելի նախշեր էր գծում գորգի կրծքին, մտածկոտ։ Այլս չգիտեմ, կարող եմ սա համաձայնություն անվանել, խոստովանեց գորգը հետո, մինչ նրանք հագնվում էին, սառը օդը սկսում էր գծել նրանց մաշկը։ Ռաքելը նայեց նրան, վարանող։ Ինչպես կանվանեիր այն։ Գորգը անմիջապես չպատասխանեց։ Ինչպես բացատրել, որ մի քանի շաբաթվա ընթացքում այդ երիտասարդ կինը նրա մեջ արթնացրել էր զգացմունքներ, որոնք նա կարծում էր, որ հավերժ թաղված են իր ընտանիքի հետ միասին։ Ինչպես ասեր, որ նրա ներկայությունը բուժում էր վերքերը, որոնք նա անբուժելի էր համարում։ Ես շփոթված եմ, խոստովանեց նա վերջապես։ Երբ նրան բերեցի իմ տուն, չէի սպասում դա։ Դա հարցրեց Ռաքելը, բառերը լսելու կարիք ունենալով։ Ինչ-որ բան զգալ քո հանդեպ։ Խոստովանությունը կախված էր նրանց միջ, ինչպես մառախուղը, որը սկսում էր բարձրանալ հողից։ Ռաքելը ուզում էր հարցնել, թե ինչ զգացմունք էր դա, ուզում էր իմանալ, թե արդյոք իրավունք ուներ ավելին սպասելու, քան սկզբնական համաձայնությունը։ Բայց ինչ-որ բան կանգնեցրեց նրան, գուցե չափազանց շատ ճնշելու այն քիչը կորցնելու վախը, ինչ նա ձեռք էր բերել։ Նրանք լուռ վերադարձան տուն, երկուսն էլ մարսելով այն, ինչ փոխվել էր նրանց միջ։ Օրեր անց, ընթրիքի ժամանակ, գորգը նշեց, որ պետք է գործուղման մեկնի։
Ես պետք է գնամ Երան ֆինանսական հարցեր լուծելու, որոնք հեռակա կարգով չեն կարող լուծվել, բացատրեց նա ուշադիր դիտելով Ռաքելի արձագանքը։ Միայն 2 օր կլինի։ Ռաքելը գլխով արեց, դեմքը չեզոք պահելով, չնայած անհանգստությանը, որն սկսում էր աճել իր կրծքին։ Երբ։ Հաջորդ շաբաթ։ Չորեքշաբթի 5 շաբթի։ Նա դադար տվեց։ Դու մենակ լավ կլինես։ Իհարկե, պատասխանեց նա ավելի վստահ, քան զգում էր։ Ես արդեն գիտեմ, թե ինչպես վարվել այստեղ։ Առաջին անգամն էր, որ նրանք բաժանվում էին Ռաքելի ժամանելուց հետո։ Թե 2 օրը շատ ժամանակ չէր, տանը մենակ մնալու գաղափարը նրան դուր չէր գալիս, հատկապես իմանալով, որ Հարութը կարող էր հայտնվել։ Մեկնելու առավոտյան գորգը մանրամասն հրահանգներ թողեց տան աշխատանքի, արտակարգ հեռախոսահամարների, նույնիսկ իր ճանապարհորդության ճշգրիտ երթուղու մասին։ Ես բոլոր զենքերը կողպել եմ գրասենյակում, շարունակեց նա, նրան տալով փոքրիկ արծաթե բանալի։ Բանալին այստեղ է։ Օգտագործիր միայն այն դեպքում, եթե բացարձակ անհրաժեշտ է։ Կարծում ես, որ կլինի, հարցրեց նա, զգուշացած նրա լրջությունից։ Գորգը ժպտաց, փորձելով հանգստացնել նրան։ Ոչ։ Դա պարզապես նախազգուշություն է։ Ես գյուղի շուկայում հայտնել եմ, որ բացակայելու եմ, որպեսզի քեզ համար բավականաչափ մթերք մատակարարեն։ Կարիք չի լինի, որ Հարութը կամ որևէ այլ մարդ գա այստեղ։ Մեկնելուց առաջ նա երկար համբուրեց նրան, կարծես ուզում էր նրա մեջ իր ներկայությունը դրոշմել բաժանման օրերի համար։ Շուտ կվերադառնամ, խոստացավ նա։ Գորգի բացակայության առաջին օրը հանգիստ անցավ։ Ռաքելը զբաղված էր տնային գործերով, կարդաց գրադարանի բազմաթիվ գրքերից մեկը, փորձեց նոր բաղադրատոմս։ Երեկոյան կարճ խոսեց Գորգի հետ հեռախոսով, հավաստիացնելով նրան, որ ամեն ինչ լավ է։ Սակայն երկրորդ օրը հայտնվեց Հարութը։ Ռաքելը տեսավ, թե ինչպես է նա մոտենում կեղտոտ ճանապարհով, անմիջապես զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Նա մտածեց չպատասխանել, ծածնել, թե տանը չէ, բայց գիտեր, որ նա նրան տեսել էր պատուհանից։ Բարի առավոտ, գեղեցկուհի, ողջունեց Հարութը, երբ նա բացեց դուռը, ռազմավարականորեն մնալով շեմին։ Ես եկա մի քանի թարմ իշխան բերելու, որոնք այսօր առավոտյան որսացել եմ։ Գիտեմ, որ քո տերը գործուղման է, մտածեցի, որ դու կարող ես ինչ-որ տարբեր բան ուզել ընթրիքի համար։ Տեր բառի դիտավորյալ օգտագործումը Ռաքելի կողմից աննկատ չմնաց։ Հարութը ակնհայտորեն ցանկանում էր հաստատել, որ նա ճշգրիտ գիտեր, թե որն էր նրա դիրքը այդ տանը, կամ ինչ էր պատկերացնում, որ դա։ Շնորհակալություն, բայց ես լավ եմ ապահովված, պատասխանեց նա, ձայնը կայուն պահելով։ Գորգը ամեն ինչ կազմակերպել էր մեկնելուց առաջ։ Հարութը ժպտաց, մի ժպիտ, որը չէր հասնում նրա աչքերին։ Վստահ եմ, որ այո։ Նա կարծես առատաձեռն մարդ է։ Դիտավորյալ դադարը ենթատեքստեր էր պարունակում։ Բայց չեմ կարծում, որ նա կմտածեր, եթե ես ներս մտնեի արագ սուրճի համար։ Դրսում ցուրտ է։ Կներես, բայց ես շատ աշխատանք ունեմ անելու, ներողություն խնդրեց Ռաքելը, սկսելով փակել դուռը։ Գուցե մեկ այլ օր։ Հարութը թույլ չտվեց, որ դուռը փակվի, ոտքը շեմին դնելով։ Արի, Ռաքել։ Մի եղիր այդքան պաշտոնական։ Մենք գրեթե հարաններ ենք։ Եվ Գորգն այստեղ չէ, որպեսի իմանա, այնպես չէ։ Սպառնալից տոնը ստիպեց Ռաքելին անկամորեն հետ քաշվել։ Հարութը օգտվեց առիթից, դուռը հրելով մտնելով տուն։ Գեղեցիկ տեղ է, մեկնաբանեց նա, շուրջը նայելով։ Շատ ավելի լավ է, քան իմ խրճիթը, անշուշտ։ Հասկանում եմ, թե ինչու դու ամեն ինչ կանեիր այստեղ մնալու համար։ Ռաքելը զգաց, թե ինչպես է արյունը սառչում նրա երակներում։ Չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Հարութը ծիծաղեց, դանդաղ քայլերով մոտենալով նրան։ Մի ձացրու, սիրելիս։ Բոլորը գյուղում գիտեն, թե ինչու ես դու այստեղ։ Մի գեղեցիկ երիտասարդ կին, որն ապրում է հարուստ մենակ տղամարդու հետ։ Դա բավականին ակնհայտ է։ Կարծում եմ, որ հիմա պետք է հեռանաս, ասաց Ռաքելը, հետ քաշվելով, մինչ պատը զգաց իրենից հետո։ Նա մտածեց իր ջինսերի գրպանում գտնվող գրասենյակի բանալու, ներսում փակված հրացանի մասին։ Կամ ինչ, մարտահրավեր նետեց Հարութը, ավելի մոտենալով։ Կկանչես քո պաշտպանին։ Նա այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու է։ Նա ձեռքը մեկնեց, դիպչելով նրա դեմքին։ Գիտես, ես միշտ մտածել եմ, թե ինչ է Գորգը տեսել քո մեջ, որ այդքան արժե։
Գուցե ես պետք է ինքս իմանամ։ Մի արագ շարժումով Ռաքելը շեղվեց, վազելով խոհանոց։ Հարութը հետեց նրան, ծիծաղելով, կարծես դա զվարճալի խաղ լիներ։ Նա խոհանոցային դանակ վերցրեց, այն ուղղելով նրա վրա։ Դուրս եկ իմ տանից, պահանջեց նա, ձայնը դողում էր։ Հարութը կանգ առավ, զարմացած արձագանքից, բայց շուտով վերականգնեց իր հանգստությունը։ Քո տունը։ Բառերի հետաքրքիր ընտրություն։ Չգիտեի, որ գորգը արդեն քեզ է փոխանցել սեփականության իրավունքը։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ ես կարծում, հակադարձեց Ռաքելը, դանակը բարձր պահելով։ Եթե հիմա չհեռանաս, ես կբղավեմ, մինչ ճանապարհին ինչ-որ մեկը ինձ կլսի։ Ճանապարհին ոչ ոք չկա, սիրելիս։ Եվ նույնիսկ եթե լիներ… Նա ուսերը թոթվեց։ Ով կհավատա քեզ իմ դեմ։ Ես այստեղ եմ ծնվել ու մեծացել։ Դու պարզապես գորգի ժամանակավոր ուղեկիցն ես։ Ռաքելը զգաց, թե ինչպես է զայրույթը փոխարինում վախին։ Այս մարդը նրան տեսնում էր նույն կերպ, ինչպես Հովիկը պանսիոնատի տերը որպես առարկա մի բան, որն ինքնին արժեք չուներ, բացի նրանից, ինչ տղամարդիկ նրա նման ուզում էին խլել նրանից։ Վերջին հնարավորություն, զգուշացրեց նա, ձեռքը կայուն դանակի վրա։ Դուրս եկ։ Նրա հայացքի մեջ ինչ-որ բան պետք է որ համոզեր Հարութին, որ նա լուրջ է։ Նա հետ քաշվեց, ձեռքերը բարձրացնելով կեղծ հանձնվելու ժեստով։ Լավ, լավ։ Ես գնում եմ։ Բայց մենք նորից կհանդիպենք, վստահ եմ։ Երբ նա վերջապես դուրս եկավ, Ռաքելը վազեց, փակելու դուռը տան բոլոր պատուհանները։ Հետո նա նստեց խոհանոցի հատակին, լացեց, վախից, զայրույթից, հիասթափությունից։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել։ Քամու յուրաքանչյուր ձայն ծառերի մեջ, տան փայտի յուրաքանչյուր ճռճռոտ ստիպում էր նրան սարսափել, պատկերացնելով, որ Հարութը վերադարձել է։ Նա աթոռ դրեց սենյակի դռան դիմաց խոհանոցային դանակը պահեց մահճակալի կողքին։ Երբ գորգը վերադարձավ հաջորդ կեսօրին, նա գտավ գունատ Ռաքելին, խորը կապտուկներով վախեցած հայացքով։ Ինչ պատահեց, անմիջապես հարցրեց նա, ճամպրուկները հատակին դնելով։ Ռաքելը միայն մի պահ վարանեց, նախքան ամեն ինչ կպատմեր։ Մինչ նա պատմում էր Հարութի այցի մասին, նա տեսավ, թե ինչպես է գորգի դեմքը փոխվում։ Սովորական քնքշությունը տեղը զիջեց զսպված կատաղությանը, որը նա երբեք չէր տեսել։ Նա քեզ դիպել է, հարցրեց գորգը, ձայնը վտանգավորորեն ցածր։ Միայն դեմքիս, պատասխանեց նա։ Ես կարողացա փախչել, նախքանը։ Պետք չէր նրան նախադասությունը ավարտել։ Գորգը նրան քաշեց դեպի իրեն, ամուր գրկելով, կարծես ուզում էր նրան հետադարձորեն պաշտպանել։ Սա այդպես չի մնա, խոստացավ նա։ Ոչ ոք չի սպառնում այն, ինչ իմն է։ Բառերը, որոնք ասվեցին այդքան ինտենսիվությամբ, ստիպեցին Ռաքելին հեռանալ, նայելու նրա աչքերին։ Այսքանն եմ ես քեզ համար։ Ինչ-որ բան, որը քեզ է պատկանում։ Գորգը կարծես հասկացավ իր սխալը։ Ես դա նկատի չունեի։ Դու սեփականություն չես, Ռաքել։ Դու… Նա վարանեց, հակասական հույզերը դրոշմված էին նրա դեմքին։ Դու կարոր ես ինձ համար։ Ավելի, քան պատկերացնում էի, որ ինչ-որ մեկը կարող էր նորից լինել։ Այդ գիշեր գորգը սիրով զբաղվեց Ռաքելի հետ այլ կերպ։ Նրա ժեստերում կար միշտ ապողականություն, գրեթե հուսահատ կարիք հաստատելու մի կապ, որը գերազանցում էր ֆիզիկականը։ Հետո, մինչ նա քնած էր նրա գրկում, նա որոշում կայացրեց, որը կփոխեր նրանց կյանքի ընթացքը։ Հաջորդ առավոտյան, առանց Ռաքելին զգուշացնելու, գորգը մեքենայով գնաց գյուղ, Հարութին փնտրելու։ Գորգը Հարութին գտավ տեղական պանդոկում, առավոտյան ժամին գարեջուր խմելիս։ Հաստատությունը գրեթե դատարկ էր այդ ժամին, միայն մի քանի գյուղացի աշխատողներ սուրճ էին խմում, դաշտ գնալուց առաջ։ Առանց արարողությունների, գորգը անցավ տարածքով, նստեց որսորդի դիմաց, նրան նայելով մի հայացքով, որը մյուս տղամարդուն ստիպեց խեղդվել իր ըմպելիքից։ Բարի առավոտ, գորգ, ողջունեց Հարութը, փորձելով թաքցնել անհարմարությունը։ Շուտ վերադարձար մայրաքաղաքից։ Կեղծ ժպիտը չմեղմեց գորգից բխող լարվածությունը։ Նրա աչքերը, սովորաբար քնքուշ, կանաչ քարերի պես կոշտ էին, հառած իր դիմացի մարդուն։ Դու մտել ես իմ տուն, մինչ ես բացակայում էի, առանց շեղվելու ասաց գորգը, ձայնը զսպված, բայց սպառնալիքով լի։ Դու սպառնացել ես Ռաքելին։ Հարութը դեղին ժպիտ տվեց, մատների արանքում պտտելով գարեջրի շիշը։
Թյուրիմացություն է եղել։ Ես գնացել էի թարմ ձուկ տանելու, նա սխալ է մեկնաբանել իմ մտադրությունները։ Մի ստիր ինձ։ Գորգը թեքվեց սեղանին, դեմքը որսորդից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Ես ճշգրիտ գիտեմ, թե ինչ ես արել, ինչ ես ասել, որտեղ ես դիպել։ Ժպիտը անհետացավ Հարութի դեմքից, փոխարինվելով զգուշավոր արտահայտությամբ։ Նայիր, պետք չէ փոթորիկ բարձրացնել ջրի բաժակի մեջ։ Ես պարզապես ընկերական էի։ Եվ եկեք խոստովանենք, բոլորս գիտենք, թե ինչ իրավիճակ է քո այդ աղջկա մեջ։ Նա քո կինը չէ կամ նման բան։ Էլիզայի մասին քողարկված հիշատակումը ստիպեց Գորգի արյունը եռալ, բայց նա պահպանեց իր հանգստությունը։ Տարիների բիզնես բանակցությունները նրան սովորեցրել էին վերահսկել իր հույզերը նույնիսկ ամենասադրիչ իրավիճակներում։ Կարևոր չէ, թե ինչ ես կարծում իմ հարաբերությունների մասին Ռաքելի հետ։ Կարևորն այն է, որ դու մտել ես իմ կալվածք, առանց հրավերի ոտնձգություն ես արել մեկի նկատմամբ, ով իմ պաշտպանության տակ է։ Պաշտպանություն։ Հարութը ծիծաղեց, մի հարկադրված ծիծաղ։ Այդպես են հիմա անվանում։ Գորգը հանկարծակի վեր կացավ, ձեռքերը բաց դնելով սեղանին, դեմքը մոտեցնելով որսորդին։ Լավ լսիր, որովհետև միայն մեկ անգամ եմ ասելու։ Եթե դու նորից մոտենաս իմ տանը, եթե նայես Ռաքելին, եթե նույնիսկ հիշատակես նրա անունը, շատ կզղջաս։ Նրա ձայնի տոնը ստիպեց Պանդոկի մյուս հաճախորդներին շրջվել, դիտելու տեսարանը։ Բարմենը դադարեցրեց բաժակները մաքրելը, ուշադիր հետելով բախմանը։ Հարութը, նկատելով, որ հանդիսատես ունի, փորձեց պահպանել դիրքը։ Ինձ սպառնում ես, Մենդոնցյան։ Մոռացել ես, որ այլս մեծ քաղաքում չես։ Այստեղ ամեն ինչ այլ կերպ է աշխատում։ Ոչ, Հարութ, ես քեզ հստակ նախազգուշացում եմ տալիս։ Հաջորդ քայլը ոստիկանություն դիմելն է գույքի ոտնձգության համար։ Ես անվտանգության տեսախցիկներ ունեմ տեղադրված ամբողջ տանը։ Դա սուտ էր, բայց Գորգը մյուսի զարմացած հայացքից հասկացավ, որ այն աշխատել է։ Դու ընտրում ես։ Կամ կամավոր հեռանում ես, կամ դիմակայում ես իրավական հետանքներին։ Հարութը մի փոքր գունատվեց։ Նրա որսորդական բիզնեսը կախված էր լիցենզիայից, որը կարող էր չեղարկվել պարզ քրեական մեղադրանքով։ Բացի այդ, շարունակեց Գորգը, ցածրացնելով ձայնը, որպեսզի միայն Հարութը լսի, ես Երանում ընկերներ ունեմ, ովքեր շատ կհետաքրքրվեն ուսումնասիրելով, թե ինչպես ես դու ճշգրիտ ձեռք բերել որսորդական լիցենզիան բնապահպանական գոտում։ Դա մեկ բլեֆ էր, բայց արդյունավետ։ Հարութը կուլ տվեց, հանկարծակի սթափվելով։ Առանց պատասխանի սպասելու, Գորգը շրջվեց հեռանալու։ Մինչ նա կհասներ դռանը, նա լսեց Հարութի ձայնը իր հետից։ Նա քեզ հետ հավերժ չի մնա, գիտես։ Նրա նման աղջիկները միշտ ավելի լավն են փնտրում։ Գորգը մի պահ կանգ առավ, մտածելով հետ գնալու հաշիվները պակաս քաղաքակիրթ ծով մաքրելու մասին։ Բայց դա արժանի չէր։ Նա խորը շնչեց շարունակեց քայլել, անտեսելով մյուս հաճախորդների հետաքրքրասեր հայացքները։ Մեքենա գնալու։ Ճանապարհին նրան մոտեցավ տիկին Սոնան, տեղական հացատան սեփականատերը, 70 տարեկան մի տիկին, ով գիտեր գյուղի բոլոր գաղտնիքները։ Պարոն Մենդոնցյան, կանչեց նա, շտապ մոտենալով։ Մի պահ, խնդրում եմ։ Գորգը կանգ առավ, փորձելով ավելի ընկերական արտահայտություն հորինել։ Բարի առավոտ, տիկին Սոնա։ Ես լսեցի այն աղջկա մասին, ով ձեզ հետ է ապրում, առանց շեղվելու ասաց նա։ Ասում են, որ նա շատ երիտասարդ է, գեղեցիկ։ Ռաքել, հաստատեց նա, լարված։ Այո, նա ինձ հետ է ապրում։ Տիկինը ժպտաց, կնճռոտ աչքերը փայլում էին իմաստությամբ։ Զգույշ եղեք Հարութից, որդիս։ Նա կանանց հետ պատմություն ունի, որը լավագույններից չէ։ Արդեն եղել են միջադեպեր։ Գորգը հոնքերը կնճռեց։ Ինչ տեսակի միջադեպեր։ Տիկին Սոնան շուրջը նայեց, համոզվելով, որ ոչ ոք չի լսում։ Մի զբոսաշրջիկ, անցյալ տարի։ Նա հյուրանոցում էր մնում։ Հարութն առաջարկեց լինել նրա ուղեկցորդը արահետներով։ Նա վերադարձավ սպասվածից շուտ, անհանգիստ, ցանկանալով անմիջապես հեռանալ։ Նա պաշտոնական բողոք չներկայացրեց, բայց բոլորս գիտենք, թե ինչ պատահեց։ Տեղեկությունը չզարմացրեց Գորգին, բայց հաստատեց նրա կասկածները Հարութի բնավորության վերաբերյալ։ Շնորհակալություն զգուշացման համար, տիկին Սոնա։ Դուք հիմա ավելի երջանիկ եք թվում, մեկնաբանեց նա, փոխելով թեման։
Ավելի կենդանի։ Լավ է դա տեսնել այդքան ժամանակ անց։ Գորգը չգիտեր, թե ինչ պատասխաներ։ Ճիշտ էր, նա իրեն ավելի կենդանի էր զգում այն օրվանից, երբ Ռաքելը մտել էր իր կյանք։ Կորստի ցավը, թե դեռ առկա, այլս միակ հույզը չէր, որը սահմանում էր նրա գոյությունը։ Տուն վերադառնալուց առաջ նա կանգ առավ տեղական շուկայում մի փոքր նվերների խանութում։ Երբ վերջապես հասավ, նա Ռաքելին գտավ պատշգամբում, ակնհայտորեն անհանգստացած իր բացակայությունից։ «Որտե՞ղ էիր», հարցրեց նա հենց ինքն իջավ մեքենայից։ Արթնացա, դու անհետացել էիր։ Նրա ձայնի անկեղծ մտահոգությունը խորը շոշափեց Գորգին։ Որքան ժամանակ էր, որ ոչ ոք չէր մտածել իր գտնվելու վայրի, իր բարեկեցության մասին։ Պետք էր ինչ-որ բան լուծել գյուղում, պատասխանեց նա խուսափելով մանրամասներից, մինչ իրերը հանում էր բեռնաղցիկից։ Ռաքելը չպնդեց, բայց նրա հայացքի մեջ ինչ-որ բան ցույց էր տալիս, որ նա կասկածում էր։ Նրանք միասին մտան տուն, անհարմար լռություն նրանց մեջ, մինչ Գորգը պայուսակները դրեց խոհանոցի սեղանին։ Ես մի քանի նվեր բերեցի, ասաց նա, ժպիտով, որը լիովին չէր հասնում նրա աչքերին։ Նա սկսեց իրերը հանել պայուսակներից, նրբաճաշակ շոկոլադներ, հատուկ գինիներ, մի զույգ անջրանցիկ կոշիկներ, կատարյալ լեռնային ձմռան համար, մուգ կապույտ բրդյա բաճկոն, որը կհամապատասխաներ այն զգեստին, որ նրանք գնել էին շաբաթներ առաջ։ Ռաքելը դիտում էր, բաժանված նվերների համար երախտագիտության այն աճող վստահության մեջ, որ ինչ-որ բան էր պատահել։ Նա արդեն բավականաչափ լավ էր ճանաչում Գորգին, հասկանալու համար, երբ նա փորձում էր ինչ-որ բան թաքցնել։ Դու նրա հետից էիր գնացել, այնպես չէ՞, հարցրեց նա վերջապես։ Գորգը դադարեցրեց իրերը բացելը, նայելով նրան։ Անիմաստ էր հերքել։ Ինչպես իմացար։ Ես քեզ ճանաչում եմ, պարզապես պատասխանեց նա։ Ինչ ասացիր նրան։ Այն փաստը, որ նա ասաց, որ ճանաչում էր նրան, ոչ թե պարզապես դիտել կամ ուսումնասիրել, այլ ճանաչում էր նրան, ինչպես ճանաչում են մեկին, ով կարող է, ստիպեց Գորգի սրտին անբացատրելիորեն արագանալ։ Պարզապես հասկացրի, որ նա այստեղ ցանկալի չէ։ Եվ որ հետանքներ կլինեն, եթե նա նորից անհանգստացնի քեզ։ Հետանքներ։ Կրկնեց Ռաքելը, հոնքերը կնճռելով։ Իրավական, պարզաբանեց Գորգը։ Ես խոսեցի նրան ոստիկանություն դիմելու մասին, գույքի ոտնձգության համար։ Ռաքելը դանդաղ գլխով արեց։ Շնորհակալություն։ Բայց պետք չէր մենակ գնալ։ Մենք կարող էինք դա միասին լուծել։ Բառերը Գորգին շոշափեցին այնպես, ինչպես նա չէր սպասում։ Միասին։ Կրկնեց նա, կարծես բառի համը փորձելով։ Այո, կարծում եմ, որ կարող էինք։ Հենց այդ պահին նա հասկացավ մի հիմնարար բան։ Ինչ-որ պահի Ռաքելին գրեթե անկենդան ձյան մեջ գտնելու ներկա պահի մեջ նրա հանդեպ իր զգացմունքները լիովին փոխվել էին։ Դա պարզապես ցանկություն չէր, ոչ էլ պարզապես պաշտպանություն։ Դա սեր էր, մի զգացում, որը նա երդվել էր այլս երբեք իրեն թույլ չտալ զգալ Էլիզային Պետրոսին կորցնելուց հետո։ Գիտակցումը նրան հարվածեց ամբողջ ուժով, գրեթե խլելով նրա շունչը։ Նա սիրում էր Ռաքելին։ Սիրում էր նրա դիմացկուն ոգին, նրա ուղիղ անկեղծությունը, նրա կարողությունը փոքր բաներում ուրախություն գտնելու այդքան տառապանքից հետո։ Սիրում էր այն ձը, թե ինչպես էր նա կյանք բերել տուն իրեն։ Ես մեկ նվեր ունեմ, ասաց նա, գրպանից հանելով մի փոքրիկ տուփ։ Ռաքելը հետաքրքրությամբ նայեց նրան, ընդունելով մեկնած տուփը։ Ներսում նա գտավ մի զույգ պարզ արծաթե մատանիներ։ Դրանք շքեղ կամ թանկ չէին, դրանք էլեգանտ էին իրենց պարզության մեջ, ներքին կողմից փորագրված, իրենց հանդիպման օրվա ամսաթվով։ Գորգ, մրմնջաց նա, շփոթված։ Դա ամուսնության առաջարկ չէ։ Դեռ ոչ։ Նա նրա ձեռքերը վերցրեց իր ձեռքերի մեջ։ Դա խոստում է, որ այն, ինչ սկսվել է որպես համաձայնություն, վերածվում է ավելի մեծ բանի։ Իսկական բանի։ Ռաքելի աչքերը լցվեցին արցունքներով։ Չգիտեմ, թե ինչ ասել։ Ոչինչ մի ասա, պատասխանեց նա, սրբելով նրա դեմքից հոսող արցունքը։ Պարզապես ընդունիր, եթե դա այն է, ինչ ցանկանում ես։ Դա այն է, ինչ ես ցանկանում եմ, հաստատեց նա, ձայնը խեղդված։ Ավելի, քան ամեն ինչ։ Գորգը մատանիներից մեկը դրեց նրա մատին, Ռաքելը նույնն արեց մյուսի հետ։
Չկային մեծ հայտարարություններ կամ հավերժական խոստումներ, պարզապես փոխադարձ ըմբռնման պահ, լուրջ ճանաչում, որ պատերը, որոնք երկուսն էլ կառուցել էին իրենց սրտերի շուրջը, վերջապես փլուզվում էին։ Այդ գիշեր, մինչ ձյուն էր թափվում դրսում, նրանք առաջին անգամ պլաններ կազմեցին։ Նրանք խոսեցին տան մասերը վերանորոգելու, գուցե կալվածքի համար անվտանգություն վարձելու, միասին ճանապարհորդելու մասին, երբ ձմեռը կավարտվեր։ Ես միշտ ուզել եմ ծով տեսնել, խոստովանեց Ռաքելը։ Հայրս խոստացել էր մեզ տանել երան, երբ ես 8 տարեկան էի, բայց մենք երբեք բավականաչափ գումար չունեցանք։ Ես քեզ կտանեմ, խոստացավ Գորգը։ Ոչ միայն երան, այլ ցանկացած լողափ, որը կցանկանաս։ Եգիպտոս, Հունաստան, Կարիբյան ծովը։ Քայլ առ քայլ, ծիծաղեց նա։ Արդեն բավականաչափ հետաքրքիր կլիներ ծովն առաջին անգամ տեսնելը։ Ես կարող էի օգնել քո բիզնեսներին, առաջարկեց Ռաքելը մի պահ անց։ Ես հեշտությամբ եմ հասկանում թվերը։ Կարող եմ սովորել։ Դու կարող ես անել այն, ինչ ուզում ես, պատասխանեց Գորգը։ Սովորել, աշխատել, տանը մնալ, ընտրությունը քոնն է։ Ես երբեք ընտրություն չեմ ունեցել նախկինում, խոստովանեց նա։ Միշտ արել եմ այն, ինչ անհրաժեշտ էր գոյատելու համար։ Հիմա կարող ես անել այն, ինչ ցանկանում ես, ոչ թե պարզապես այն, ինչ պետք է։ Ռաքելը ժպտաց, ավելի շատ փաթաթվելով նրա կողքին բազմոցին։ Գիտես, թե էլ ինչ եմ ցանկանում հիմա։ Ինչ։ Գտնել իմ եղբորը։ Իմանալ, որ նա լավ է։ Գորգը գլխով արեց, շոյելով նրա մազերը։ Մենք կգտնենք նրան։ Խոստանում եմ։ Հենց վաղը կուժեղացնեմ որոնումները։ Իսկ եթե նա լավ չլինի։ Ռաքելի ձայնը թեթակի դողաց։ Այդ դեպքում մենք դրանով կզբաղվենք։ Միասին։ Գորգը սեղմեց նրա ձեռքը։ Ինչ էլ որ լինի իրավիճակը, մենք լուծում կգտնենք։ Նրա խոսքերի վստահությունը մխիթարեց Ռաքելին։ Տարիների մեջ առաջին անգամ նա մենակ չէր դիմակայում կյանքի դժվարություններին։ Նա ուներ զուգընկեր, մեկը, ում հետ կիսելու էր բեռները, ուրախությունները։ Հաջորդ շաբաթներին քոթեջի կյանքը նոր ռիթմ ստացավ։ Ռաքելը, այժմ վստահ իր դիրքի մեջ, սկսեց ավելի նշանակալի փոփոխություններ կատարել տանը։ Գորգի ոգորված հավանությամբ նա փոքր թիմ վարձեց, վերանորոգելու սենյակները, որոնք փակված էին ընտանեկան ողբերգությունից ի վեր։ Պետրոսի սենյակը վերածվեց Ռաքելի գրասենյակի, ով սկսել էր հեռակա կարգով կառավարում սովորել։ Վստահ ես, որ դեմ չես, հարցրեց նա սենյակի վերանորոգումը սկսելուց առաջ։ Մենք կարող ենք մեկ այլ տարածք օգտագործել։ Վստահ եմ, պատասխանեց Գորգը, թե հուզմունքը տեսանելի էր նրա աչքերում։ Պետրոսին դուր կգար տեսնել, թե ինչպես է իր սենյակն օգտագործվում մեկի կողմից, ով այդքան կյանք է բերում այս տուն։ Ֆիզիկական միջավայրի փոփոխությունը արտացոլում էր հուզական փոփոխությունը, որը նրանք երկուսն էլ զգում էին։ Ավելի վառ գույները փոխարինեցին մինչ այդ գերակշռող մուգ երանգներին։ Դեկորատիվ բույսերը կյանք բերեցին նախկինում դատարկ անկյուններին։ Նոր լուսանկարներ հարսանիքից, մեղրամիսից, մաթոսին այցելություններից սկսեցին տեղ զբաղեցնել պատերին դարակներում։ Հազվադեպ դեպքերում, երբ նրանք պետք է գնային գյուղ, Ռաքելը նկատում էր հետաքրքրասեր հայացքները, շուկները։ Նա գիտեր, որ շատերը դեռ նրան տեսնում էին որպես անծանոթ երիտասարդ կին, ով ինչ-որ կերպ նվաճել էր մեկուսացած միլիոնատիրոջը։ Որոշները, ինչպես հացատան տիկին Սոնան, սկզբից քնքուշ ջերմ էին։ Մյուսներին ավելի երկար ժամանակ պահանջվեց ընդունելու նոր տիկին Մենդոնցյանին։ Մի անտեսիր մեկնաբանությունները, խորհուրդ տվեց Գորգը։ Մարդիկ միշտ խոսում են այն մասին, ինչ չեն հասկանում։ Ռաքելը, սակայն, վճռական էր ստեղծել իր սեփական տեղը համայնքում։ Նա սկսեց մասնակցել տեղական նախաձեռնություններին, օգտագործելով Գորգի ռեսուրսները ազդեցությունը աջակցելու բարեգործական նախագծերին։ Դրանցից մեկը, հատկապես մոտ իր սրտին, Գորիսում խոցելի վիճակում գտնվող կանանց ապաստանն էր։ Ես ուզում եմ, որ նրանք տարբերակներ ունենան, բացատրում էր նա Գորգին։ Իսկական այլընտրանքներ, ոչ թե պարզապես հուսահատ ընտրություններ, ինչպիսին ես ստիպված էի անել։ Հարութը, բարեբախտաբար, հեռու էր մնացել Գորգի հետ զրույցից հետո։ Այդուհանդերձ, նրա պարբերական ներկայությունը գյուղում անհարմար հիշեցում էր վերջին անցյալի մասին։ Գյուղ այցելություններից մեկը համընկավ տեղական արհեստագործական ապրանքների տոնավաճառի հետ։ Մինչ նրանք քայլում էին կրպակների միջով, Ռաքելը հանկարծակի վատ զգաց։
Թեթ գլխապտույտը, որին հաջորդեց սրտխառնոցը, ստիպեց նրան նստելու տեղ փնտրել։ «Դու լավ ես», հարցրեց Գորգը, անհանգստացած ծնկի իջնելով նրա դիմաց։ «Պարզապես մի փոքր գլխապտույտ ունեմ», պատասխանեց նա։ «Պետք է տաքությունից լիներ»։ Գորգը մտահոգված պնդեց, որ անմիջապես տուն վերադառնան։ Ճանապարհին Ռաքելը ստիպված եղավ խնդրել, որ մեքենան կանգնեցնեն, որպեսզի նա կարողանա փսխել ճանապարհի եզրին։ «Պետք է ինչ-որ բան կերած լինեմ», ասաց նա ճանապարհին, փորձելով հանգստացնել նրան։ Բայց վատ ինքնազգացողությունը շարունակվեց հաջորդ օրերին, առավոտյան սրտխառնոց, անսովոր հոգնածություն, որոշ հոտերի նկատմամբ զգայունություն։ Առաջինը Գորգն էր, ով առաջարկեց այն հնարավորությունը, որը Ռաքելը փորձում էր անտեսել։ «Կարծում ես, որ կարող ես հղի լինել», հարցրեց նա մի առավոտ, մինչ նա դիտում էր նրան 4 տոստեր ուտելիս, միակ սնունդը, որը նրա ստամոբը կարծես թե հանդուրժում էր վերջերս։ Ռաքելը վայր դրեց տոստը, սիրտը արագանալով։ Գաղափարը իհարկե անցել էր նրա մտքով, բայց նա չէր համարձակվել այն բարձրաձայնել։ «Չգիտեմ։ Գուցե։ Իմ ցիկլը երբեք շատ կանոնավոր չի եղել։ Մենք կարող ենք այսօր իսկ գնալ բժշկի»։ Նա գլխով արեց, անհանգստության հույսի խառը զգացումով։ Գորիսի գինեկոլոգի մոտ այցը հաստատեց այն, ինչ նրանք երկուսն էլ արդեն կասկածում էին։ Ռաքելը հղի էր մոտավորապես 8 շաբաթական։ Բժիշկը, քնքուշ ժպիտով միջին տարիքի կին, կատարեց բոլոր սկզբնական առաջարկությունները, նախածննդյան վիտամիններ, համապատասխան սնունդ, հանգիստ։ Տունդարձի ճանապարհին մեքենայում լռությունը լի էր չարտահայտված հույզերով։ Ռաքելը դիտում էր Գորգի պրոֆիլը, մինչ նա վարում էր, փորձելով վերծանել նրա մտքերը։ «Երջանիկ ես», հարցրեց նա վերջապես։ Նա կարճ շեղեց աչքերը ճանապարհից, նայելու նրան, Ռաքելը տեսավ չթափված արցունքները, որոնք փայլում էին այնտեղ։ «Ավելի, քան կարող եմ արտահայտել», պատասխանեց նա խռպոտ ձայնով։ «Իսկ դու»։ «Ես վախեցած եմ», խոստովանեց Ռաքելը։ «Երբեք չէի պատկերացնի, որ այդքան շուտ մայր կդառնամ։ Չգիտեմ, պատրաստ եմ, թե ոչ»։ «Ոչ ոք իսկապես պատրաստ չէ», ասաց Գորգը, ձեռքը մեկնելով նրան։ «Բայց մենք միասին կսովորենք»։ Այդ գիշեր, մահճակալին պառկած, նա ձեռքը դրեց նրա դեռ հարթ փորին, կարծես փորձում էր կապ հաստատել այն նոր կյանքի հետ, որն աճում էր այնտեղ։ Ժեստը ցավալի հիշողություններ բերեց այն մասին, թե ինչպես էր նա նույնն արել Էլիզայի հետ նրա հղիության ժամանակ։ Բայց սովորական ցավի փոխարեն, Գորգը զգաց մի այլ բան, շարունակականության զգացում, կարծես մի շրջան էր փակվում։ Հաջորդ ամիսներին Ռաքելի հղիությունը փոփոխություններ բերեց ոչ միայն նրա մարմնում, այլ ամբողջ տան դինամիկայում։ Գորգը գրեթե մոլուցքորեն պաշտպանող դարձավ, անընդհատ ստուգելով նրա հարմարավետությունն ու բարեկեցությունը։ Նա պնդեց, որ հերթապահ բուժքույր Վարդսեն, ով կարող էր մնալ կալվածքում վերջին եռամսյակում, անհանգստանալով մոտակա հիվանդանոցից հեռավորության պատճառով։ «Չես կարծում, որ չափազանցնում ես», հարցրեց Ռաքելը մի կեսօր, մինչ նա դիտում էր նրան միջանցքումս մեկ բազրիկ տեղադրելիս։ «Պարզապես զգույշ եմ լինում», պատասխանեց նա, շարունակելով իր աշխատանքը։ «Աստիճանները կարող են սայթաքուն լինել ձմռանը»։ Ռաքելը, թե երբեմն շնչահեղձ էր համարում չափից ավելին ջերմեռանդությունը, հասկանում էր ամուսնու պահվածքի պատճառները։ Գիշերային զրույցներում նա վերջապես սկսեց բացվել Էլիզային Պետրոսին խլած ողբերգության մանրամասների մասին։ Բարդություն սովորական ծննդաբերության ժամանակ, կասկածելի բժշկական որոշումներ, կորցրած թանկարժեք րոպեներ, իրադարձությունների հաջորդականություն, որը հանգեցրել էր 2 թանկարժեք կյանքերի կորստի։ «Դա նորից տեղի չի ունենա», հավաստիացնում էր նա, ձեռքերը սեղմելով։ «Մենք կատարում ենք բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները»։ Բայց Գորգը չէր կարող լիովին հեռացնել վախը։ «Ես չէի դիմանա քեզ նույնպես կորցնելուն», խոստովանում էր նա այն գիշերներին, երբ անկնությունը տանջում էր նրան։ Երբ նա լրացրեց հղիության 6 ամիսը, Ռաքելը համոզեց Գորգին նվազեցնել որոշ չափազանցված նախազգուշական միջոցները։ Նրանք համաձայնեցին հրաժարվել հերթապահ բուժքույրից, հօգուտ Գորիսի կլինիկա պարբերական այցելությունների, որտեղ բոլոր հետազոտությունները ցույց էին տալիս առողջ առանց բարդությունների հղիություն։ «Մենք լավ ենք, երկուսս էլ», հավաստիացնում էր Ռաքելը, Գորգի ձեռքը ուղղորդելով, զգալու երեխայի ավելի ու ավելի եռանդուն հարվածները։ Ուժեղ, ինչպես ցուլիկ։ Աշունը եկավ, մելամաղձոտ գեղեցկություն բերելով լեռնային բնապատկերին։
Ռաքելը այժմ հղիության 7-րդ ամսում ժամեր էր անցկացնում պատշգամբում, դիտելով, թե ինչպես են տերները փոխում գույնը, զգալով երեխայի ավելի ու ավելի եռանդուն շարժումները։ Նրանք որոշել էին չիմանալ սեռը, նախընտրելով անակնկալը ծննդյան պահին։ «Ինչ ես կարծում, ինչ կլինի», հարցրեց Գորգը մի կեսօր, մինչ նա շոյում էր նրա փորը։ «Նախընտրություն չունեմ», անկեղծորեն պատասխանեց Ռաքելը։ «Պարզապես ուզում եմ, որ առողջ լինի»։ «Եթե աղջիկ լինի, կարող ենք նրան Հելենա անվանել», առաջարկեց Գորգը։ «Դա քո մոր անունն էր, այնպես չէ՞։ Ռաքելը գլխով արեց, հուզված, որ նա հիշել էր այդ մանրամասնությունը, որը կիսվել էր ամիսներ առաջ։ «Իսկ եթե տղա լինի»։ «Ինչպես Ռաֆայել»։ Նշանակում է «Աստված բուժում է»։ Սիմվոլիզմը Ռաքելի կողմից աննկատ չմնաց։ Այս երեխան, անկախ սեռից, բուժում էր ներկայացնում երկուսի համար, անցյալի վերքերի, վախերի, ապագայի մասին կասկածների համար։ Հենց այդ աշնանային կեսօրին Ռաքելը զգաց առաջին կծկումները։ Շատ շուտ զգուշացրեց նրան իր ռացիոնալ միտքը, դեռ գրեթե 2 ամիս կար մինչ սպասվող ծննդաբերությունը։ Բայց նրա մարմինը կարծես տեղյակ չէր այդ օրացույցից։ «Գորգ», կանչեց նա, ձայնում թեթ խուճապ։ Նա անմիջապես հայտնվեց, կարծես ամիսներ շարունակ սպասում էր այդ կանչին։ Տեսնելով նրա արտահայտությունը այն ձը, թե ինչպես էր նա բռնում իր փորը, նա անմիջապես հասկացավ։ «Ես կկանչեմ բուժքույրին», ասաց նա, փորձելով հանգստություն պահպանել։ «Եվ մեքենան կպատրաստեմ»։ Բայց ճակատագիրը, ինչպես շատ անգամներ նրանց կյանքում, այլ պլաններ ուներ։ Անսպասելի փոթորիկ էր հարվածել լեռնաշղթային, առաջացնելով սողանքներ, որոնք արգելափակել էին հիմնական ճանապարհը։ Բուժքույրը, ով այդ առավոտ գնացել էր գյուղ, զանգահարեց, տեղեկացնելով, որ շուտով չի կարողանա վերադառնալ։ Գորիսի բժիշկը, հեռախոսով խորհրդակցելով, հրահանգեց Գորգին փորձել Ռաքելին հիվանդանոց տանել այլընտրանքային ճանապարհով։ «Մենք պետք է գնանք հիվանդանոց», պնդեց Գորգը, խուճապն աճում էր նրա ձայնում, քանի որ Ռաքելի կծկումներն աճում էին հաճախականությամբ, ինտենսիվությամբ։ «Հնարավոր չէ», պատասխանեց նա, փորձելով վերահսկել շնչառությունը ցավերի մեջ։ «Ճանապարհը փակ է, դու ինքդ լսեցիր զգուշացումը ռադիոյով։ Մենք ստիպված կլինենք դա անել այստեղ»։ Գորգի դեմքը գունատվեց։ Անցյալի ուրվականները տեսանելիորեն կախված էին նրա շուրջը։ «Չեմ կարող։ Չգիտեմ, թե ինչպես։ Իսկ եթե ինչ-որ բան սխալ լինի»։ Ռաքելը նրա դեմքը բռնեց իր ձեռքերի մեջ, ստիպելով նրան ուղիղ նայել իրեն։ «Նայիր ինձ, Գորգ։ Մենք կարող ենք։ Ես վստահում եմ քեզ։ Մեր որդին կամ դուստրը գալիս է, մենք նրան կդիմավորենք միասին։ Սա նախորդ անգամվա նման չէ։ Սա տարբեր է։ Մենք տարբեր ենք»։ Հաջորդ ժամերը ֆիզիկական դիմացկունության փորձություն էին Ռաքելի համար, հուզական փորձություն Գորգի համար։ Հեռախոսով տարածաշրջանային հիվանդանոցի բժշկի հրահանգներին հետելով նա պատրաստեց սենյակը, եռացրեց ջուր, առանձնացրեց մաքուր սրբիչներ, գտավ ալկոհոլ, այլ անհրաժեշտ իրեր։ Յուրաքանչյուր քայլ կատարվում էր մանրակրկիտ ճշգրտությամբ, կարծես Ռաքելի երեխայի կյանքը կախված էր նրա շարժումների ճշգրտությունից, ինչը ինչ-որ առումով ճիշտ էր։ Ռաքելը, չնայած ցավին, պահպանում էր մի հանգստություն, որը զարմացրեց երկուսին էլ։ Կարծես ինչ-որ պարզունակ բնազդ է ստանձնել վերահսկողությունը, նրան առաջնորդելով այդքան բնական միաժամանակ այդքան ինտենսիվ գործընթացի միջով։ «Ես գլուխն եմ տեսնում», բացականչեց Գորգը որոշակի պահի, նրա ձայնում սարսափի հիացմունքի խառնուրդ։ «Շարունակիր խոսել ինձ հետ», խնդրեց Ռաքելը կծկումների մեջ։ «Քո ձայնը ինձ կայուն է պահում»։ Նա հնազանդվեց, շշնջալով քաջալերանքի, սիրո, ապագայի խոստումների խոսքեր։ Եվ ապա Ռաքելի վերջին ջանքով հրաշքը տեղի ունեցավ, մի փոքրիկ մարմին սահեց Գորգի դողացող ձեռքերի մեջ, որին հաջորդեց ուժեղ վրդովված լաց, որը լցրեց սենյակը։ «Աղջիկ է», հայտարարեց նա, արցունքները ազատորեն հոսում էին նրա դեմքից։ «Մի կատարյալ աղջիկ»։ Նա նորածինին դրեց Ռաքելի կրծքին, ով լացում էր հյուծվածությունից, ուրախությունից։ «Մեր դուստրը», շշնջաց նա, դիպչելով երեխայի մուգ, թաց մազերին։ «Հելենա»։ Հելենա Մենդոնցյան, հաստատեց Գորգը, նստելով նրանց կողքին մահճակալին, անկարող էր շեղել հայացքը տեսարանից։ Այնտեղ էին նրանք, իր նոր ընտանիքը, իր երկրորդ հնարավորությունը, իր նոր սկիզբը։ Այն վախը, որն ուղեկցել էր նրան ամբողջ հղիության ընթացքում, վերջապես սկսեց ցրվել, փոխարինվելով այնքան խորը երախտագիտությամբ, որ նա հազիվ էր կարողանում շնչել։
Շնորհակալություն, մրմնջաց նա, համբուրելով Ռաքելի ճակատը։ Չհանձնվելու համար։ Ինձ վստահելու համար։ Ինձ նորից հավատալու պատճառ տալու համար։ Երբ փոթորիկը վերջապես անցավ բժիշկը կարողացավ հասնել կալվածքին, նա տեսարան գտավ, որը շոշափեց նրա տարիների պրակտիկայից կոշտացած սիրտը։ Նորաստեղծ ընտանիք, հյուծված, բայց շողշողուն, խնամում էր իր փոքրիկ նորածինին, կարծես դա անում էին տարիներ շարունակ։ Դուք հիանալի աշխատանք եք կատարել, մեկնաբանեց նա մայրիկին դստերը զննելուց հետո։ Երկուսն էլ լիովին լավ են։ Շնորհավորում եմ։ Հաջորդ ամիսներին քոթեջի կյանքը լիովին վերակազմավորվեց փոքրիկ Հելենայի շուրջը։ Գիշերային լացը, հաճախակի կերակրումները, տակտիրների փոխարինումները, առաջին ժպիտը յուրաքանչյուր պահ թանկ էր, գրանցված հիշողության մեջ, հաճախ լուսանկարներում, որոնք այժմ հպարտորեն ցուցադրվում էին տան նախկինում դատարկ պատերին։ Մաթոսը պարբերաբար այցելում էր, հիացած քեռու դերով։ Նա քո աչքերն ունի, մի անգամ ասաց նա Ռաքելին։ Բայց համառությունը ակնհայտորեն մեր ժառանգությունն է։ Գորգը, ով լսել էր մեկնաբանությունը, ժպտաց։ Թող Աստված ինձ օգնի այս տանը երկու համառ կանանց հետ վարվելու հարցում։ Ռաքելի համար մայրության առաջին ամիսները հայտնագործությունների ճանապարհորդություն էին։ Անքուն գիշերների բուռն օրերի մեջ նա ժամանակ էր գտնում շարունակելու իր ուսումը, վճռականորեն ավարտելու կառավարման կուրսը։ Գորգն անվերապահորեն աջակցում էր նրան, հնարավորության դեպքում ստանձնելով երեխայի հետ կապված պարտականությունները։ Երբեք չէի պատկերացնի, որ տակտիրները փոխելը նորից կլինի իմ առօրյայի մի մասը, մեկնաբանեց նա մի գիշեր, մինչ նրանք Հելենային պատրաստում էին քնելու։ Եվ երբեք չէի մտածի, որ այդքան երջանիկ կլինեի դա անելու համար։ Մինչ Հելենան մեծանում էր, այն տունը, որը ժամանակին ողբերգության մենության հետքեր էր կրում, ավելի ու ավելի էր վերածվում իսկական տան։ Երեխայի ծիծաղ արձագանքում էր միջանցքներում, նրա սողալու առաջին փորձերը զբաղեցնում էին նախկինում դատարկ տարածքները, նրա գունավոր խաղալիքները հակադրվում էին նախկինում գերակշռող խստությանը։ 3 տարի անց ընտանիքը նորից աճեց Ռաֆայելի, հորը նույնական կանաչ աչքերով նույն հանգիստ խառնվածքով մի տղայի ժամանումով, որը բնորոշ էր Պետրոսին նույն տարիքում։ Ծննդաբերությունը այս անգամ Երանի ժամանակակից հիվանդանոցում հանգիստ անցավ առանց բարդությունների։ Երկու երեխա, մրմնջաց Գորգը, զարմացած, մինչ նա դիտում էր Ռաքելին, նորածինին կերակրելիս հիվանդանոցի սենյակում։ Ով կասեր, որ մենք կունենանք այս օրհնությունը։ Ռաքելը վեր նայեց, ժպտալով ամուսնուն։ Ով կասեր, որ ձմեռային գիշերվա հուսահատ համաձայնությունը մեզ այստեղ կհասցներ։ Ռաքելը, այժմ կառավարման մասնագետ, օգնում էր Գորգին ընտանեկան բիզնեսում, մասնագիտանալով մի հիմնադրամի կառավարման մեջ, որը նրանք ստեղծել էին Լեռնային շրջանի խոցելի վիճակում գտնվող երեխաներին աջակցելու համար։ Վերսկսումը հիմնադրամը, ինչպես նրանք անվանեցին այն, արդեն օգուտ էր բերել տասնյակ ընտանիքների, առաջարկելով ժամանակավոր ապաստանից մինչ կրթաթոշակներ մասնագիտական վերապատրաստում։ Ես հպարտ եմ քեզանով, ասաց Գորգը մի օր, դիտելով նրան աշխատելիս հիմնադրամի նախագծերի վրա։ Այն ամենով, ինչ դու կառուցել ես, այն ամենով, ինչ դու հաղթահարել ես։ Մենք միասին կառուցեցինք, ուղեց նա։ Ճանապարհի յուրաքանչյուր քայլը։ Քոթեջը նախկինում լուռ մռայլ դարձավ կենսունակ տուն, լի ձայներով, ծիծաղներով, երաժշտությամբ, երբեմն լացով, ընտանիքի բոլոր բնական ձայներով։ Ձմեռային այգին, որը Ռաքելը տնկել էր տանը իր առաջին գարնանը, այժմ լիովին ծաղկում էր, ինչպես սերը, որը ծնվել էր ձյունառատ գիշերվա հուսահատ համաձայնությունից։ Մի կեսօր, Սուրբ Կլարայի ֆերմա այցելության ժամանակ, մինչ նրանք դիտում էին Հելենային Ռաֆայելին, խաղալիս կենդանիների հետ Մաթոսի ուշադիր հսկողության ներքո, Ռաքելը մտածկոտ հայացք նկատեց Գորգի դեմքին։ Ինչ ես մտածում, հարցրեց նա, իր մատները միահյուսելով նրա մատներին։ Ինչպես ամեն ինչ սկսվեց, պատասխանեց նա։ Այդ օրը, երբ քեզ գտա ճանապարհին, այդքան շատ բաներ կարող էին այլ լինել։ Եթե ես մի քանի րոպե ուշ դուրս գնայի գեներատորը ստուգելու, եթե դու այլ ճանապարհ ընտրեիր։ Հավատում ես ճակատագրին, հարցրեց նա։ Գորգը մի պահ մտածեց հարցի շուրջ։ Չգիտեմ։ Բայց ես հավատում եմ, որ որոշ մարդիկ նախատեսված են հանդիպելու համար, անկախ հանգամանքներից։ Ինչպես մենք։ Ինչպես մենք, հաստատեց նա, սեղմելով նրա ձեռքը։ Մի ձմեռային կեսօր, ճիշտ 6 տարի նրանց առաջին հանդիպումից հետո, Գորգը Ռաքելին գտավ պատշգամբում, դիտելով Հելենային Ռաֆայելին, խաղալիս ձյան վրա Մաթոսի ուշադիր հսկողության ներքո, ով այժմ ղեկավարում էր իր սեփական փոքրիկ հարան կալվածքը։
Ինչ ես մտածում, հարցրեց նա, գրկելով նրան հետից։ Ինչպես ամեն ինչ սկսվեց, պատասխանեց նա, հենվելով նրա կրծքին։ Այդ գիշեր, երբ ինձ գտար ճանապարհին, եթե ինչ-որ մեկն ասեր ինձ, որ մենք այսօր այստեղ կլինենք, այսպեսը։ Դու չէիր հավատա, լրացրեց նա։ Ոչ մի վայրկյանով։ Նա շրջվեց, նայելու նրան։ Բայց հիմա ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքն այլ կերպ։ Գորգը մեղմ համբուրեց նրան։ Ես էլ։ Կարծես ամեն ինչ, ամբողջ տառապանքը, ամբողջ կորուստը, ամբողջ ցավը, անհրաժեշտ ճանապարհ էր մեզ այստեղ բերելու համար։ Ձմեռային համաձայնություն, որը վերածվեց սիրո բոլոր եղանակների համար, մրմնջաց նա նրա շրթունքներին։ Բոլոր եղանակների համար, համաձայնեց նա։ Եվ ողջ կյանքի համար։ Հեռվից երեխաների ծիծաղը արձագանքում էր ձյունով ծածկված սոճիների մեջ, խոստում, որ կյանքը, նույնիսկ իր ամենախիստ ձմեռներից հետո, միշտ ճանապարհ է գտնում նորից ծաղկելու համար։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գորգի Ռաքելի պատմությունը տաքացրել է ձեր սրտերը հոգու այս ձմռանը։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել, նույնքան գրավիչ պատմություններով, նոր սկիզբների անհավանական սերերի մասին։ Գտեք այն, սեղմելով տեսանյութի ձախ կողմում։ Եթե ձեզ դուր եկավ հաղթահարման իսկական սիրո այս պատմությունը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը, նոր սկիզբների գեղեցկությունը։ Մեկնաբանություններում մեզ պատմեք, արդյոք դուք անցել եք հուզական ձմռան միջով, որը վերածվել է գարնան։ Ինչ թվացial պարզ համաձայնություններն են լիովին փոխել ձեր կյանքի ընթացքը։ Սպասում ենք ձեր պատմություններին, առաջարկություններին հաջորդ պատմությունների համար։